Ողջույն սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ, նրանք ովքեր այս պահին միացել են, ովքեր հետագային կլսեն եւ կետևեն այս լայվին։ Շնորհակալ եմ, որ ընդառաջել եք իմ հրավերին, միացել եք այս լայվին, որպեսզի այսօր խոսենք մի շարք հիմնական ուրեմն թեմաների մասին։ Ուզում եմ անկեղծ լինեմ, որ այս լայվը ամենասպասված լայվերից մեկն է եղել, որտեղ վաղուց էի ուզում խոսել, շատ հիմնական պետք է խոսեմ որոշ թեմաների մասին։ Իհարկե, ամփոփ կերպով նախկին լայվերի ընթացքում, Facebook-յան գրառումների ժամանցում առիթ է եղել, դրանց անդրադարձել եմ, բայց վերջին օրերի մի շարք զարգացումներ, նաև այսօր առավոտյան ուրեմն մամուլում հայտնված Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի այդպես ասած գրառումները եւ ակտիվությունը ինձ մղեցին, որպեսզի շատ ավելի հիմնական եւ վճռական կերպով գնամ այս լայվին եւ խոսեմ մի շարք իրականությունների մասին, ձեզ ներկայացնեմ մի շարք բաներ իմպիչմենտի հատկապես կապակցությամբ, քանի որ հիմնականում թեման նրանց իմպիչմենտն է, եւ հիմնականում խոսեմ այն ամեն ինչի մասին, որ կամակամայից կամ ձեզ չեն ներկայացնում։ Իրողություններ, որոնք կան, պետք է նկատի առնել, բայց կամ չգիտեն իրենք, որ շատ վատ է, որ չգիտեն ու խոսում են մի թեմայի մասին, որ չգիտեն, տեղյակ չեն մանրամասնություններին, իսկ գիտենալու դեպքում դա միտումնավոր կերպով, մտածված կերպով թաքուն են պահում ձեզանից, շրջանցում են, որոշակի նպատակներ հետապնդելով եւ ինչ-որ նպատակ իրականացնելու համար, որոնց ես մանրամասն այսօր կանդրադառնամ։ Նաև պետք է խոսեմ մի շարք ստերի մասին, որոնք հատկապես վերջին շրջանում լայվերի ընթացքում, Էդգար Ղազարյանի լայվի ընթացքում, Նարեկ Մալյանի հարցազրույցների ժամանակ, նաև այսօրվա այդ հարցազրույցները, որ հրապարակվել էին, դրանց ընթացքում դժբախտաբար հրապարակվել է եւ դառնում է ժողովրդի սեփականությունը, որոնք բացարձակ սուտ են, անհիմն են, եւ ես դրանց մասին կխոսեմ ոչ թե այսպես ռետորական ոճով, այդպես ասած, մեծ բաներ ասելով, այլ լուրջ փաստերով կխոսեմ ձեզ հետ, որպեսզի հետո թողտողությունը կթողնեմ ձեզ, դուք ինքներդ դատեք, ով է ճիշտ ասում, ով է սխալ ասում, ով է իրավացի, ով է այսպես անկեղծ, ով է կեղծավոր։ Ձեր համբերությունը պետք է խնդրեմ նախ, քանի որ հավանաբար այս լայվը մի փոքր երկար է լինելու, քանի որ թեմաները շատ կան, ես այստեղ գրառումներ եմ արել ինձ համար այսքանի օրերի այդ ամբողջ խոսակցությունները, որ եղել է, լայվերը, որ եղել է, հարցազրույցները, որ եղել է, որքան հնարավոր է եղել հիշողությամբ երկու անգամ լսելուց հետո ինքս ինձ այսպես ասած դրդվարության մեջ դնելով գոնե երկու անգամ Էդգար Ղազարյանի հետ 1.5 ժամանոց լայվը լսել եմ, որպեսզի հիմնականում կարողանամ ճիշտ սեւի անդրադառնամ, որոշ գրառումներ արել եմ, հավանաբար որոշ բաստողումներ կան, բայց կարծում եմ կհասնեմ այսօր դրանց բոլորին մանրամասնությամբ անդրադառնալ եւ պատասխանել։ Նախ մտածում էի կոստյումով եւ փողկապով գամ նստել իրենց նման, դե սովորություն եմ, եթե մեկ այդպես է խոսում, մյուսները փողկապ ու կոստյում են ակտում, գայս են նստում են այդ ոճով են պատասխանում, բայց հետո մտածեցի դե անիմաստ է տան մեջ նստած, ես ինչ գիտեմ, տանը սենյակում լայվ մտնելիս փողկապ կողպես, ասես վիզը ոճա մեջ դնելով մի կտկես կոստյում ակնելով, հատկապես որ այդ ոչ փողկապը, ոչ կոստյումը գիտելիք չեն փոխանցում մարդու եւ ոչ էլ խոսքին են արժեք տալիս, խոսքը իր մեջ թաքնված տրամաբանությամբ է, որ դառնում է խոսք, հետաբար հենց այսպես սովորական եմ ձեզ ներկայացնել, խոսեմ տրամաբանությամբ ամեն ինչը ձեզ ներկայացնել։ Ու մինչ այդ պիտի ասեմ, որ խոսքս ընդհանրապես 3 բաժին ունենալու։ Նախ մի շարք սկզբունքների մասին պիտի ձեզ հետ խոսեմ, որտեղ առանց այդ սկզբունքները նկատի առնելու մնացած զրույցը կարող է անիմաստ լինել ձեզ համար։ Մի անգամ միշտ անհրաժեշտ է, որ այդ սկզբունքները, եթե որ հավանաբար գուցե շատերը գիտեն, բայց եթե չգիտեն, անպայման մեկ անգամ վերհիշենք եւ հիշեցնեմ ձեզ, եւ հետո այդ սկզբունքների վրա առաջնորդվելով, հետո պիտի մտնեմ իմպիչմենտի թեմայի մեջ, ասեմ թե ինչու իմպիչմենտը ընդհանրապես հնարավոր չի եւ ամենածախողած տարբերակայի սկզբանը, փաստերով կխոսեմ ձեզ հետ։ Հետո պիտի խոսեմ նպատակների մասին, որ իմանալով հանդերձ, որ իմպիչմենտը ձախողած տարբերակա, ինչու են հիմա փորձում ամեն գնով դա առաջ մղել, ինչ է նպատակը, ինչ ծրագիր կա, ինչ պլաններ է մշակված, իսկ վերջում են պիտի անդրադառնամ հենց այն սկզբում լայվի երկրորդ բաժնում, որ խոստացել էի ստերին ու կեղծիքներին, որոնք ձեզ հրացվում են եւ փորձեմ շատ ամփոփ կերպով նաեւ դրանց անդրադառնալ եւ ձեզ համար ապացուցել որտեղ է սուտը։ Սկսեմ սկզբունքներից, այն բանը, որ ասեցի սկզբից կամ առաջ։ Ինչ է ներկայացնում էլի սահմանադրություն։ Դրա մասին Էդգար Ղազարյանը շատ է խոսում ձեզ համար։ Սահմանադրությունը բոլորս գիտենք երկրի մայր օրենքն է։ Բայց սահմանադրության մեջ չի, որ ամեն ինչ կարելի է ներկայացնել։ Սահմանադրությունը ամեն դեպքում ամփոփ է,
շատ մեծ ծավալ չի կարող ունենալ, այդտեղ ընդհանրապես սկզբունքներ են ճշտվում, երկրում գործող ինստիտուտներն են ճշտվում, կառույցներն են ճշտվում, գործադիր, դատական, օրենսդիր, տարբեր զինված ուժեր, ամենատախագահություն, վարչապետ, կառավարություն, պատգամավորներ, դրանց մասին շատ ընդհանուր խոսվում է, իսկ հետո այս սահմանադրությունից բխում է եւ ստեղծվում է կանոնակարգեր, օրենքներ, որոնք հետո դրանք կանոնակարգում են ցանկացած ինստիտուտի, կառույցի գործունեությունը։ Մեր սահմանադրությունը ունի, ես իստեմ 200 քանի հոդված, բայց բնականաբար այդ 200 հոդվածի մեջ չէր կարելի բոլոր այդ կառույցների պես ասած ընթացակարգերին, օրենքներին, քրեական օրենսդիր, դատական մարմին, բացասական դատական խորհուրդ, սահմանադրական դատարան, վախագահ, վարչապետ, կառավարություն, ազգային ժողով, դրանց բոլորին եթե ուզենային մանրամասնությամբ դետալներով անդրադառնալ սահմանադրության մեջ, հավանաբար մենք ունենայինք մի 100 հատորներից բաղկացած սահմանադրություն, ամեն մեկն էլ գուցե մի քանի 100 էջանոց։ Դա բնականաբար հնարավոր չի։ Հետևաբար ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես բոլոր երկրներում սահմանադրությունը համարվում է մայր օրենք, ամփոփ, շատ համառոտ եւ ամփոփ օրենք, իսկ դրանից բխում են օրենքները։ Ինչու եմ սա ասում, քանի որ նույն այդ անվստահության թեմայի մասին, կամ ինչպես հիմա տարածված ասել impeachment-ի մասին, ազգային ժողովի կանոնակարգում մեկ հոդված կա ընդհանրապես, ազգային սահմանադրության մեջ մեկ հոդված կա գրված, 152-րդ հոդվածն է, 115-րդ հոդվածն է, մեր ուրեմն կանոնադրության մեջ, ազգային սահմանադրության մեջ, որը խոսում է ուրեմն impeachment-ի եւ անվստահություն հայտնելու մասին։ Ընդհանրապես 4 կետերից է բաղկացած։ Այդտեղ շատ ընդհանուր է գրված, բայց դրանից հետո բխել է եւ դուրս է եկել, մշակվել է ազգային ժողովի կանոնակարգը։ Իսկ երբ գնում ենք ազգային ժողովի կանոնակարգն ենք դե նայում, այդ 115-րդ հոդվածը, որ սահմանադրության մեջ կա, ազգային ժողովի կանոնակարգում դառնում է 152-րդ հոդվածը, եւ այդ 4 կետերը, որը շատ կարճ, այսպես հիմա ես քիչ հետո բոլորը ձեզ ցույց կտամ, որպեսզի տեսնեք, 4 կարճ համառոտ կետերը միանգամից աճում են, դառնում են մոտավորապես կես էջ կամ 1 էջանոց, շուրջ 8 կետերից բաղկացած ընթացակարգ, որը մանրամասնորեն ճշտվում է սահմանադրությունը, ազգային ժողովի անվստահությունը ինչպես պետք է ուրեմն իրականություն դառնա։ Հիմա Էդգար Ղազարյանը ինչ անում։ Էդգար Ղազարյանի եթե լայվերին, հարցազրույցներին բոլորին հետևեք, միայն սահմանադրությունն է հիմք ընդունում ձեզ համար։ Ինքը գալիս է ձեր առաջ պարչակ բացում է դնում է միայն սահմանադրությունը, վերցնում է սահմանադրության այդ 4 կետերը, այդ 4 կետերի վրա հիմնվելով եզրակացություններ անում եւ այնպեսի տպավորություն ստեղծում, որ այս 4 կետերը կան, այս 4 կետերի միջոցով մինչեւ հիմա մի 6 անգամ կարելի է Նիկոլին, ես ինչ գիտեմ, անվստահություն հայտնել, սրանից հետո մի 3 անգամ դեռ կարելի է անվստահություն հայտնել։ Միշտեր իրականության մեջ այդ 4 կետերը չէ, որ պետք է հիմք ընդունվեն անվստահություն հայտնելու համար, այլ ազգային ժողովի կանոնակարգի մեջ նշանակված 152-րդ հոդվածի այն 8 կետերը, որոնք շատ մանրամասնությամբ անդրադառնում են անվստահության գործընթացին։ Ես դրանց հիմա քիչ հետո կանդրադառնամ, հիմա չեմ ուզում այստեղ մխաչեմ ձեզ այդ թեմայի մեջ, միայն ուզում դա ասել, որ սահմանադրություն ունի ընդհանրապես 4 կետ անվստահության մասին, բայց ազգային ժողովի կանոնակարգը ունի շուրջ 8 կետ։ Այդ 8 կետերի մեջ անշուշտ մտնում են այդ 4 կետերը, այսինքն ազգային ժողովի կանոնակարգը չի կարող հակասել սահմանադրության մեջ։ Սահմանադրության այդ 4 կետերը անշուշտ այն 8 կետերի մեջ մոտավորապես կան, բայց կան նաև այլ կետեր, որոնք անհրաժեշտ է անվստահություն հայտնելու համար, բայց սահմանադրության մեջ չկան։ Ու եթե դու միայն սահմանադրություն ես հիմք ընդունում, բնականաբար այդ կետերը սկսում ես անտեսել եւ հիմնականում շան գլուխը, ինչպես հայտնի ասած, հենց այդ մնացած կետերի մեջ է թաքնված, ոչ թե այն 4 կետերի մեջ, որ ձեզ ներկայացնում են եւ գրված է սահմանադրության մեջ։ Երկրորդ կետը, որ որպես սկզբունք ուզում եմ ասել եւ գնալ առաջ։ Երբ խոսվում է օրենքների մասին, առաջին հերթին, առաջին հայացքից, ձեր մոտ տպավորվում է սևով սպիտակի գրված այն հոդվածները, կետերը, որոնք ցանկացած օրենսգրքում կան, լինի սահմանադրություն, լինի ազգային ժողովի հենց այդ ընդլայնված կանոնակարգը։ Մի հատ սովորական, այդպես ասած, թութակի նման սահմանադրությունը, օրենսգիրքը ընթերցած, անգիր արած եւ հետո այդպես ասած ժողովրդին ներկայացնող անձը բնականաբար միայն այդ սևով սպիտակի վրա գրած կետերը տողերն է տեսնում, դրանք թութակին ման անգիր անում, հետո ձեզ համար կրկնում է, փորձում է ձեզ համար ինչ-որ եզրակացություններ անել դրանց վրա։ Բայց եթե միայն դրանով սահմանափակվենք, մենք սխալված կլինենք եւ դուք մոլորության կմատնվեք եւ կապակողնորոշվեք։
Ինչու՞, որովհետև ցանկացած իրավաբան, իրավունքից տարրական գիտելիք ունեցող մարդ գիտի, որ օրենքը միայն այդ սևով սպիտակի վրա գրված տողերը չեն։ Անշուշտ դրանք հիմք են։ Առաջնայացից դուք դա եք տեսնում, բայց եթե ուզում ես աշխատանքը արդյունքի հասնի, եթե ուզում ես եզրակացնես, որ ավարտին որտեղ ես հասնելու, որտեղ ես հանգելու, անհրաժեշտ է երկու նաև ուրիշ բան նկատի առնել, բացի այդ սևով սպիտակի վրա գրված այդ տողերը։ Որոնք են դրանք։ 1. Օրենքի տողատակերը։ Ցանկացած իրավաբան, հաստաբան, սահմանադրագետ, օրենքին տեղյակ մարդ գիտի, որ օրենքը բացի այդ սևով սպիտակի վրա գրված տողերը ունեն տողատակեր։ Եվ մենք պարտավոր ենք նաև այդ տողատակերը կարդալ, քանի որ երբեմն այդ տողատակերը շատ ավելի կարևոր են այդ թղթի վրա գրված տողերից։ Տրամաբանությունն է կարևոր, որ մեզ որտեղ է տանում, այդ տողատակերը տրամաբանությունն է, որ օրենքի մեջ կա։ Օրինակով խոսեմ, որովհետեւ ձեզ համար պարզ դառնա, թե ինչի մասն եմ խոսում, երբ ասում եմ տողատակը այդքան կարևոր է։ Եվ միայն օրենքը նայելով չեք կարող եզրակացնել։ Օրինակ, հենց քիչ հետո ասեմ կմտնեմ այդ բառացիայից, բայց ոչ շատ ամփոփ ձեռնագիր ասեմ։ Սահմանադրության մեջ նշված է, որ ազգային ժողովին երբ ներկայացվում է անվստահության նախագիծը, դա պետք է քվեարկության դրվի, սահմանադրություն եմ դեռ ընթերցում ձեզ համար, հետո կգնամ մանրամասնության։ Պետք է քվեարկության դրվի ոչ շուտ քան 48 ժամ եւ ոչ ուշ քան 72 ժամ քվեարկության դրվի։ Գալիս են ձեզ ինչ են ասում, ասում են դե նախագիծը կներկայացնենք 48 ժամ հետո քվեարկության կդրվի, 72 ժամ հետո առավելագույն քվեարկության կդրվի կամ կընդունվի կամ չընդունվի։ Հենց այսքան են ձեզ ասում։ Բայց ոչ սերներ։ Ես որպես մի քիչ պրպտող մարդ սկսում եմ ինքս մտածել, փորձել գտնել այս օրենքի տողատակը։ Օրինակ, ինչու 48 ժամ։ Եթե երկրում ճգնաժամ կա, եթե վարչապետի նկատմամբ ուրեմն անվստահություն կա, ինչու 48 ժամ եւ ոչ 24 ժամ։ Ինչ որտեղից է ծագել այդ 48 ժամը։ Տողատակը հենց այդտեղ է։ Այդ տողատակը պիտի դու կարողանաս կարդաս, քանի որ այդ տողատակի միջոցով վարչապետի համար ով էլ որ կուզի լինի, կուզի Նիկոլը լինի, կուզի Պետրոսը լինի, Պողոսը լինի, ով ուզում է թող լինի, չի տարբերում։ Ով որ լինի այդ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետը, այդ տողատակից օգտվելով կարող է impeachment-ի գործընթացը ձախողեցնել։ Քիչ հետո կբացատրեմ ինչպես։ Ուրեմն, եթե դու այդ տողատակը չես կարդում, այդ 48 ժամի իմաստը չես հասկանում այդտեղ, ժողովրդին ապակողմնորոշում ես, եթե միայն խոսում ես 48 ժամի մասին։ Քիչ հետո շեշտում եմ, մանրամասն սրած մասին ձեզ համար կբացատրեմ, թե ինչ է տեղի ունենում։ Երրորդը, ոչ միայն օրենքն է կարևոր սևով սպիտակի վրա գրված, ոչ միայն օրենքի տողատակն է կարևոր, այլ նաև կարևոր է այն տրամաբանությունը, որ կա, բայց օրենքի տեսքով չի գրվել։ Ոչ սահմանադրության մեջ, ոչ օրենքի մեջ չկա։ Բայց տրամաբանորեն եթե դու օրենքը գործադրում ես, հանգելու ես դրան։ Բայց օրենքը կամ մտածված կերպով այդտեղ որից է նշում չի կատարում, բաց է թողնում, որպեսզի հետո գործադիրը մի քիչ այդպես աշխատանքի հնարավորություն ունենա, մանևրի իրավունք հնարավորություն ունենա, կարողանա այդ բացերից օգտվի ինքն իրեն այդ վիճակից դուրս բերի, կամ էլ թե չէ պարզապես չեն գուշակել, որ կարող է այդպիսի մի տեղ հանգի, չեն կանխատեսել, չեն նախատեսել, որ նման բան կարող է տեղի ունենալ, չեն նախատեսել։ Բայց ամեն դեպքում այդ բացերը կան եւ այդ բացերից օգտվելով, որ եթե ես որպես միան պարզ մարդ, ով նստած եմ հազարավոր կիլոմետր հեռու Միացյալ Նահանգներում, միայն այդ սահմանադրությունը կարդում եմ, բայց մի քիչ այլ կերպով եմ կարդում, կանոնակարգը կարդում եմ, մի քիչ այլ կերպով եմ կարդում, կարողանում եմ այդքանը հասկանալ։ Դուք պատկերացնում եք Նիկոլը եւ Հայաստանի վարչապետի այդ ամբողջ իրավաբանների թիմով, խորհրդատուների թիմով այդքանը չի հասկանում, կամ չի ըմբռնում, կամ չգիտի, հաստատ գիտի։ Օրինակով խոսեմ դες համար։ Հենց նույն անվստահության, հենց նույն հոդվածը որ քիչ առաջ դες համար կարդացի։ Ոչ շուտ 48 ժամ քվեարկության է դրվում եւ ոչ ուշ քան 72 ժամ։ Հիմա, եթե դու վերջում սահման ես ճշտել 70 ոչ ուշ, ասենք 72 ժամից չպետք է անցնի քվեարկության դրվելը։ Հիմա հարց, եթե անցավ ինչ ես անում։ Պարզ մի բան։ Ազգային ժողովը քվորում չապահովեց։ Պիտի մինչև 72 ժամ քվեարկություն տեղի ունենա, քվեարկություն տեղի չունեցավ։ Հետո ինչ է լինում նախագծի հետ։ Ոչ սահմանադրության մեջ, ոչ ազգային ժողովի կանոնակարգում, ոչինչ գրված չի դրաս մասին։ Բաց է թողնված։ Օրենքի բաց կա այդտեղ։ Ինչու են բաց թողել։ Գուցե վարչապետին մանևրի տեղ տալու համար, կամ գուցե չեն կանխատեսել, չգիտեմ։ Թող օրենքը գրողներ այդ բաժնի մասին բացատրեն։ Բայց ամեն դեպքում այդտեղ
Պարզ չի 72 ժամից հետո այդ նախագծի ճակատագիրը ինչ ա լինում, որտեղ սահմանադրություն ասում է, մինչև 72 ժամ պետք է ճակատագիրը ճշտված լինի։ Չճշտվեց ինչ ա լինում։ Չկա։ Օրենքը լռում է։ Կամ եթե այն առաջի 48 ժամը, որ ժամանակ ա տրվել, մինչև ուրեմն impeachment-ի սկսվելը, վարչապետը հրաժարվեց։ Ասում ենք օրինակի համար, եթե մինչև անվստահության նախաձեռնության քննարկման դրվելը վարչապետը ինքը իր կամքով հրաժարական է տալիս։ Ինչ ա լինում այդ նախաձեռնության ճակատագիրը։ Լռում է ազգային սահմանադրությունը, լռում է ազգային ժողովի կանոնակարգը, չկա ոչ մի բան։ Եթե լռում է, ուրեմն անսահման հնարավորություն է ստեղծվում գործող իշխանության համար, որպեսզի այդ բացերից կարողանա օգտվի հօգուտ իրեն։ Հիմա եթե դու միայն այդ օրենքի կետն ես նկատի առնում, տրամաբանությունն ես նկատի առնում, բայց այս բաց կետերը նկատի չես առնում, էլի ժողովրդին հապակողնորոշում ես, էլի սխալ ուղղությամբ ես տանում, որտեղ այդ սահմանը այդտեղ շատ բաց է, եւ գործադիր իշխանությունը կարող է այդ հնարավորությունից օգտվելով տասնյակ գործեր կատարել, քայլերի դիմել, ոչ մեկն էլ անօրինական չեն, քանի որ օրենքով արգելք տրված չի այդ գործերի համար։ Կարող են անեն եւ impeachment-ը ձախողեցնեն։ Քիչ հետո կխոսեմ նաեւ դրանց մասին։ Հետևաբար այս նախաբանը մի քիչ երկար տևեց, 16 րոպե, բայց անհրաժեշտ է, որպեսզի ձեզ համար բացատրեմ, թե ինչ է տեղի ունենում, եւ միայն այդ օրենքը չի սեղով սպիտակի վրա գրված, կա տողատակ, կա նաեւ չգրված ուրեմն օրենքներ։ Այսքանով բավարարվեմ, անցնեմ առաջ։ Հիմա տեսենք մեր Հայաստանի օրենսդրությունը անվստահության համար ինչ է ասում։ Էդգար Ղազարյանը ձեզ ներկայացնում է սահմանադրություն։ Ես սահմանադրություն տեսեմ կարող եմ ձեզ համար խշեր անել, թե հնարավորությունը կարծում եմ հիմա փակ է ինձ համար։ Ամեն դեպքում ես ձեզ համար կընթերցեմ դա։ Ուրեմն 115-րդ հոդվածն է սահմանադրությանը, յուրաքանչյուրը կարող եք գնալ բացել եւ կարդալ 4 կետ ընդհանրապես։ Վարչապետի անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի տեխնացու։ Սա մեկ։ Արդեն գիտեք, դա արդեն կարծեմ կրկնություն կլինի, բայց անհրաժեշտ է մեկ անգամ նայենք։ 2. Սա սահմանադրությունն է։ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում, հիշեք այս քվեարկություն բառը, այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 ուշ եւ ոչ ուշ, քան 72 ժամ հետո։ Այսինքն, եթե ազգային ժողովի նախագիծը ներկայացվում է երկուշաբթի առավոտյան ժամը, ուրեմն 10-ին, հաջորդ չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ից շուտ չի կարող քվեարկություն տեղի ունենալ։ Միևնույն ժամանակ 72 ժամ էլ չի կարող անցնի, այսինքն դրանից մեկ օր հետո էլ արդեն քվեարկությունը տեղի ունեցած լինի։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, անվանական քվեարկությամբ, այսինքն այդ կոճակ չեմ սխալվում, փակ քվեարկություն չի լինի, այսինքն այնպես չի գնան կողքի սենյակում փակ քվեարկություն անեն, հետո քվեները հաշվի, այլ այդպես անվանական կերպով հայտնի անում ով է կոճակը սեղմում եւ ինչա տեղի ունենում։ Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել, այդ դեպքում սահմանադրության 140-րդ հոդվածի 2-ից 4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն։ Հիմա այդ կարևոր չէ բաժինը շատել։ Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո։ Այսինքն, պիտի սպասել վարչապետի ընտրությունից անցնի 1 տարի հետո, որ նախագիծ ներկայացնել, եթե նախագիծը ձախողեց, հնարավոր չէ վարչապետին հետ ասել, մինչև 6 ամիս չեք կարող կրկին նախագիծ ներկայացնել։ 6 ամիսը պիտի լրանա, հետո կրկին նորից նույն նախաձեռնություն լինի։ Եվ 4-րդ, այս էլ կարևոր է հիշեք, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քվեարկվել։ Սա ընդհանուր սահմանադրության մեջ նշված 4 կետեր են անվստահության մասին։ Եվ ընդհանուր առմամբ 7 տեղ հիշատակված է անվստահություն բառը, որոնք հանգիստ կարող եք գտնել 7 անգամ անվստահություն բառն է նշված սահմանադրության մեջ, 4 հոդվածների կետերի մեջ 155-րդ հոդվածի ներքո։ Իսկ հիմա գալիս ենք ազգային ժողովի կանոնակարգն ենք բացում։ Ազգային ժողովի կանոնակարգը հեշտությամբ ձեզ համար հասանելի է, ազգային ժողովի կայքեջում կարող եք շատ հանգիստ գտնել բացել, նաև մի փոքր սերջ որ անեք arlist.am-ում էլ կա, ամբողջ տեղերում կարող եք ամենատարբեր տարբերակներով գտնել։ Այստեղ այդ 4 կետերը վերցվել են եւ ավելի բացվել է։ Ես ձեր հապերատարությունը պիտի չարաշահեմ եւ այդ ամբողջը ձեզ համար կարդամ, որպեսզի դուք հայմատեք տեսեք այդ 4 կետը
ինչպես է ազգային ժողովի կանոնակարգում ընդարձակվում եւ դառնում մի շարք հետաքրքիր իրավիճակ ստեղծում, որը գրեթե անհնարին է դարձնում իմպիչմենտի գործողությունը նորմալ պայմաններում։ Հոդված 152 վարչապետին անվստահություն հայտնելու կարգը։ 1. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, արդեն պարզ է։ 2. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել։ Սա էլ պարզ է, 4-րդ կետն էր։ 3. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու։ 4. Սա էլ արդեն նույն կետն էր։ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով, որտեղ նշվում է նոր վարչապետի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները։ Դիմումին կցվում են սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթեր։ Այսինքն ինչ, այսինքն Նաև հիմնավորումները պետք է ասել ինչու է վարչապետին նոր թեկնածու ներկայացնում, նաև վերջապես մեկը պետք է թեկնածուին նոր վարչապետին ազգային ժողովում ներկայացնի, ովքեր են ներկայացնում նրանց ազգանունները պետք է լինի, նաև փաստաթղթերը պետք է լինի, վերջապես այդ վարչապետի թեկնածուն պետք է տվյալները ներկայացնի, այսինքն քանի տարվա Հայաստանի քաղաքացիություն, Հայաստանից բացի ուրիշ երկրի քաղաքացիություն չունենա, եթե չեմ սխալվում 4 տարվա մշտական կեցություն ունեցած լինի Հայաստանում եւ այդ կետերը, որոնք արդեն գիտեք։ Այդ փաստաթղթերը պետք է կցված լինի։ 5. Ազգային ժողովի, հիմա այստեղից տեսեք արդեն 4 կետը լրացավ, հիմա գնում ենք ավելյալ կետերի մեջ։ Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 եւ ոչ ուշ, քան 50 ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվող ազգային ժողովի ատոկ նիստում։ Ինչու այդպես շեշտակի ասեցի քննարկվում է։ Եթե հիշեք, սահմանադրություն ընթերցելիս ձեզ ասեցի հիշեք այդ քվարկություն բառը, որը դրված է սահմանադրության մեջ։ Վերադառնամ։ Սահմանադրությունը ինչ է ասում։ Սահմանադրությունը ասում է, որ վարչապետի անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, ներեցեք այս կետը չէր։ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը քվարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 եւ ոչ ուշ, քան 72 ժամ հետո։ Սահմանադրությունը քվարկության մասին է խոսում։ Քննարկման կարգի մասին ոչինչ չկա սահմանադրության մեջ։ Միայն ճշտում է, թե քվարկությունը չի կարող 48 ժամից շուտ լինի եւ չի կարող 72 ժամից անցնի, բայց ազգային ժողովի կանոնակարգը խոսում է քննարկման սկսվելու մասին։ Եվ ասում է, որ 48 ժամից շուտ չի կարող քննարկումը սկսվել։ Կրկին եմ ընթերցում։ Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 եւ ոչ ուշ, քան 50 ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, եթե հերթական նիստ չի, արտահերթ նիստ պետք է գումարվի։ Այսինքն, կրկին եմ ասում, եթե այդ նախագիծը պատրաստվելու արդեն երկուշաբթի առավոտյան ժամը 10-ին ներկայացվում ազգային ժողովի նախագահին, առաջիկա չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ին պետք է քննարկում արդեն սկսվի։ 10-ից շուտ չի կարող, այսինքն 9 ես չգիտեմ, ուրեմն մոտավորինակ բանացեմ, 9:55-ին չի կարող սկսվել։ Ճիշտ ժամը 10-ից հետո պետք է այդ քննարկում լինի։ 48 ժամի շուտ չի կարող քննարկումը սկսվել ազգային ժողովում։ Բայց 50 ժամից էլ չպետք է անցնի, այդպեսի սահմանում է ճշտում ազգային ժողովի կանոնակարգը։ Այսինքն, եթե եղավ ժամը 10-ը, քննարկումը չսկսվեց, սա այն օրենքի բացն է, որ քիչ առաջ ես ասացի, ոչինչ չի գրում, ինչա տեղի ունենում։ Եթե 50 ժամ անցավ եւ չսկսվեց, ասում եմ, պիտի սկսեք, բայց չսկսվեց, ինչա լինում։ Ոչ ոք չգիտի։ Հերթական նիստում կամ եթե հերթական նիստ չկա, արտահերթ, այսինքն եթե քարորիա այդ քարորիա նիստերի մեջ են երկուշաբթի առավոտյան նստումը, առաջիկա չորեքշաբթի օրվա քարորիայում պետք է բոլոր օրակարգերը դուրս խանես օրակարգը քննարկվի։ Իսկ եթե քարորիա չի հերթական, արտահերթ նիստ պետք է գումարվի։ Ինչու անհապաղ չգումարել, ինչու 48-24 ժամ հետո չգումարել, խոսեմ դրանց մասին։ 6. Հարցն ազգային ժողովի նիստերում քննարկվում է հետևյալ կարգով, սա կարևոր է, որպես իմանաք քննարկումը ինչքան է տևում ազգային ժողովում։
Ձեզ այնպես են ներկայացնում, ասում է, որ դե լավ, 36 հատ ստորագրություն, մենք կդնենք տակը, մի 18 հատ էլ ԿՊ-ներից կանենք, այդ ստորագրություններով կտանենք, կներկայացնենք, քվարկություն կլինի փակ, Նիկոլը հրաժարվեց, վերջացավ։ Ոչ, քննարկում է լինում ազգային ժողովում, քննարկում է լինում, հատուկ ընթացակարգով, որ ձեզ համար կնշեմ, եթե նոր այդ 36 հատ ստորագրությունը ստացա, 36 հատ ստորագրության փաստաթուղթը լրիվ եղատեցիք ազգային ժողովի նախագահ քննարկումը սկսեց, հիմա քննարկման ընթացակարգը տեսեք ինչպես է գնում եւ որքան այդտեղ ժամանակագույնություն ստեղծվում։ 1. Մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը ներկայացնելով վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծը եւ նոր վարչապետի տեխնացուին։ Այսինքն մարդիկ, որ նախագիծը ներկայացել են 20 րոպե իրավունք ունեն իրanցից մեկը գա այդ ազգային ժողովի ամբիոնին կանգնի, ներկայացնի նոր վարչապետի տեխնացուին, որ իրենք մտածում են փոխարինեն նախկին վարչապետով, եւ հիմնավորումները պետք է ներկայացնի իր նախագիծը եւ վարչապետին պիտի ներկայացնի։ 2. Մինչև 1 ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս վարչապետը, այսինքն մարդու, որ դուք անվստահություն եք հայտնում, այդպես հանգիստ չի, մարդը ինքը պաշտպանելու իրավունք ունի։ 1 ժամ իրավունք ունի գաք այդտեղ կանգնի, պատկերացրեք Նիկոլը 1 ժամ կանգնում է այդտեղ պաշտպանվում է։ Մենակ այդքանը պատկերացրեք դուք։ Սա օրենքն ասում, չեք կարող զրկել իրան։ 3. Մինչև 1 ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս նոր վարչապետի տեխնացու, այսինքն մարդու, որ ներկայացել են վարչապետ, երկրորդ, երրորդ տեղում, ելույթ ունեցողը այդ մարդն է, գայսա կանգնում է, 1 ժամ կարող է ելույթ ունենալ եւ ծրագրերը ներկայացնել։ 4. Ելույթից հետո հիմնական զեկուցողին, վարչապետին եւ նոր վարչապետին 3 անձի տեխնացուին կարող են տրվել հարցեր, այսինքն պատգամավորները հերթագրվում են, հարցումներ են տալիս։ Սահմանափակում չկա այդ հարցումների մեջ, իհարկե ժամկետը բնականաբար ընթացակարգով որոշված է 3 րոպե ժամ քանի հատ արձագանքելու բան կա, բայց թիվը սահմանափակ չի, կարող է 100 պատգամավորներն էլ այդտեղ հարցեր ուզենան տալ վարչապետին եւ վարչապետի նոր տեխնացուին։ Սահմանափակում չկա։ Պետք է հերթագրվեն, հարցերը տան, թե զեկուցողը, թե վարչապետը, գործող վարչապետը եւ թե վարչապետի տեխնացուն պարտավոր են բոլոր հարցումներին պատասխանել եւ արձագանքել։ Ոչ մի սահմանափակում այդտեղ ժամկետի առումով չկա։ 5. Դրանից հետո նոր սկսվում է մտքերի փոխանակությունը։ Պատգամավորները հերթագրվում են, կողմ եւ դեմ պատգամավորները առանց որևէ թվային սահմանափակման, քանի հոգի որ հերթագրվի, այդտեղ ելույթով պետք է հանդես գան եւ հիմա ժամկետը որ ճշտված է ազգային ժողովի կանոնակարգով, այդ ժամի սահմաններում, քանի րոպեների սահմաններում ելույթ ունենան եւ մտքերի փոխանակություն կատարվի։ 6. Դեռ չի ավարտում սրանով։ Էլի մինչև 15 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը, այսինքն նորից միած հիմնական զեկուցողին, նախագիծը ներկայացնողին 15 րոպե ժամանակ է տրվում, որ խոսի, 7. Վարչապետին եւ նոր վարչապետի տեխնացուին էլի եզրափակիչ ելույթների համար հատկացնում է մինչև 30 րոպե, էլի կես ժամ գործող վարչապետը եւ նախկին վարչապետը կարող են խոսել եւ նոր դրանից հետո սկսվում է քվարկության process-ը։ Տեսեք, հիմա հենց այսքանը դուք մի հատ եկեք հաշվեք, տեսեք քանի ժամ է լինում։ Նորմալ, այսինքն եթե հարցոպատասխանի ելույթների բաժինը որ ժամերը չունենք նկատի առնենք, 2 հատ 1 ժամ վարչապետի 1.5 ժամ վարչապետի տեխնացուները սկզբում 1 ժամ վերջում կես ժամ ունեն, 2 հատ 1.5 ժամ 3 ժամ, 20 րոպե հիմնական զեկուցողը սկզբում ունի 15 րոպե վերջում 35 րոպե, ուրեմն 3 ժամ 15 րոպե միայն այդ ելույթներն որ հաստատ լինելու է։ Դրան գումարեք հարցումների ժամանակը, դրան գումարեք մտքերի փոխանակումների բաժինները։ Մոտավորապես հիմա այդպես է ուզենակ հաշվեք, մոտավորապես 10-12 ժամվա այդպես ժամանակը խլվելու ազգային ժողովից։ Շատ դժվար է լինելու այդ 72 ժամվա ավարտին քվարկությունը կազմակերպել։ Ամեն դեպքում այդ 72 ժամվա սահմանումը կարող է որ հնարավոր չլինի պահպանել։ Ամեն դեպքում սա ներկայացրեցի ձեզ համար, որպեսզի հասկանաք, այստեղից սկսում է այն բաժինը, որ իրենք ձեզ չեն ներկայացնում։ Ասում են, որ ստորագրությունները կդնենք, 18 հատ պատգամավոր տակը կստորագրենք ԿՊ-ից, կտանենք կդնենք այնտեղ, վերջ, պրծավ։ Նիկոլը այլևս վարչապետ չի։ Ոչ, Նիկոլը դեռ դրան 48 ժամ այդ ստորագրությունները ներկայացնելուց հետո վարչապետ է, դեռ մոտավորապես 1 օր էլ այս քննարկումների ժամանակ վարչապետ, այսինքն դեռ 72 ժամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, իմանալով հանդես թե ովքեր են այդ իմպիչմենտին միացել։ Խոսում ենք Նիկոլ Փաշինյանի մասին, շեշտում եմ։ Ասենք առաջ կանոնակարգի ընթերցումը։ 7-րդ կետ։
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ քան 48 եւ ոչ ուշ քան 72 ժամ հետո։ Սահմանադրության կետը այստեղ է նկատի առնված միայն։ Այն վերևին սահմանադրության մեջ չկար, այս է սահմանադրության կետը, որ եկել է այստեղ։ Որոշումն ընդունվում է անվանական քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ 8. Եթե այս է կարևորը։ Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկման ընթացքում արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա հարցի քննարկումն ընդհատվում է եւ վերսկսվում է արտակարգ կամ ռազմական դրությունն ավարտվելուց ոչ շուտ քան 48 եւ ոչ ուշ քան 50 ժամ հետո ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվող ազգային ժողովի հատուկ նիստում։ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում հարցի քննարկումը վերսկսվելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Այսինքն, եթե նույնիսկ սահմանադրությունը ասում է, որ ռազմական դրության կամ արտակարգ դրության ժամանակ ընդհանրապես դու չես կարող խոսել անվստահություն հայտնելու մասին։ Նախագիծ չես կարող ներկայացնել։ Հիմա պատկերացրեք նախագիծը ներկայացնում եք, այդ 48 ժամվա ընթացքում որ նախագծի ներկայացնելուց մինչև քննարկման սկսվելը կամ հենց նույն քննարկման ժամանակ ռազմական դրություն է լինում, Ադրբեջանը Ալիևը հարձակվում է Հայաստանի վրա, ռազմական դրություն է հայտարարվում Հայաստանում։ Ազգային ժողովում անվստահության նախագծի քննարկումը ընդհատվում է, հենց այսքան պարզ։ Եվ չի կարող վերսկսվել մինչև այն ժամանակ, եւ ռազմական դրությունը չի վերացել։ Ռազմական դրությունը որ վերացավ, դրանից դեռ նոր 48 ժամ պիտի անցնի, հետո նոր այդ ընդհատված քննարկումը վերսկսվի։ Եթե վարչապետի անվստահություն հայտնելու մասին որոշումը սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ընդունվում է, այսինքն 48 ժամ 72 ժամը, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացել եւ նոր վարչապետ է ընտրվել։ Չի ընդունվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է եւ նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ քան 6 ամիս հետո։ Այս երկրորդ կետում մի հատ շատ հետաքրքիր հնար կա։ Խոսում է չընդունվելու մասին, բայց չի խոսում չընդունվելու պատճառի մասին։ Անշուշտ բոլորիս այնպես է պատկերացնում, որ քվեարկություն եղավ, Նիկոլը չընտրվեց նորից, կամ վարչապետը չընտրվեց։ Այդ դեպքում մնում է, բայց այս կետը չի սահմանափակում միայն քվեարկությամբ։ Ասում է, եթե ընդհանրապես 72 ժամվա ավարտին հնարավոր չեղավ այդ անվստահության նախաձեռնությունը տեղ հասցնել, նախաձեռնությունը հանվում է։ Տեսեք, շատ հետաքրքիր բան կա այստեղ։ Այսինքն հենց այս կետը կարող է հիմք ծառայել, եթե 72 ժամվա ավարտին քվեարկություն չելավ կազմակերպել, քվորում չեղավ տարբեր պատճառներով հնարավոր չեղավ անվստահության նախագիծ արդյունքի հասցնել, ինքնաբերաբար նախագիծը հանվում է օրակարգից։ Ես չեմ ասում օրենքն է ասում, գնացեք օրենքը գրողների տանցեք, թե ինչու է այդպես գրված օրենքը։ 10 եւ վերջին հոդվածը, որ գրված է ազգային ժողովի կանոնակարգում։ Ազգային ժողովի նախագահ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշումը ստորագրում եւ հրապարակում է անհապաղ։ Ուրեմն, տեսակ, այն 4 կետը, որ ձեզ ներկայացնում էին, ինչպես աճեց տարբեր հոդվածների, տարբեր, այսպես ասած, անվստահության գործընթացի, որի մասին դուք նույնիսկ չէիք կարող երբեմն պատկերացնել կամ ձեզ չեն ասում։ Սա այն կետերն է, որոնց մասին դուք պիտի իմանայիք, բայց չգիտեք։ Իհարկե, Ղազան պատգամը թողեք գելա զազախոսություն, նա ոչ իմ զազախոսություն հազերը հիմնական պատճառաբանություններ են։ Ես օրենքն էլ ասել եմ, աղբյուրն էլ ասել եմ, մարդիկ կարող են գնալ, տեսեն ով է զազախոսությամբ զբաղվում։ Ես, թե նրանք ովքեր փորձում են ժողովրդին ապա կողմնորոշել։ Հիմա, անցնենք առաջ գործընթացի կապակցությամբ։ Ինչ են ասում ձեզ։ Ասում են, որ մենք 36 հատ պատգամավորի ստորագրությունը, որ ունենանք ընդդիմադիր, կարող ենք ուրեմն գործընթացը սկսել։ Ճիշտ եմ ասում, այդքանը օրենքն ասում, 1/3-ը 107 հատ պատգամավոր կա այսօր ազգային ժողովում, այդ 107 պատգամավորի 1/3-ը լինում է 36 պատգամավորի ստորագրություն կա։ Մենք 36 պատգամավորից այսօր ունենք, այսպես ասած, 34 պատգամավոր, որտեղ երկու անկախ պատգամավոր են, Իշխան Զաքարյան եւ ուրեմն Նազարյան։ Եթե նույնիսկ այդ երկուսի ստորագրությունն էլ որ ունենանք, մենք ամեն դեպքում ունենում ենք միայն 36 ստորագրություն։ Այսինքն դա նախագիծը ներկայացնելու համար բավարար
ստորագրությունները, որպեսզի մենք կարողանանք նախագիծը ներկայացնել։ Նախագիծը ներկայացվելուց հետո շեշտում եմ 48 ժամ պետք է անցնի մինչև նախագիծը ուրեմն քվեարկության դրվի։ Քվեարկության համար կարիք ունեք 54 պատգամավորների կողմ ձայների, ոչ թե ստորագրության։ Կողմ ձայների, այսինքն այն պահին, երբ որ քվեարկություն է լինում ազգային ժողովում, մարդիկ նստած են ազգային ժողովի աթոռին, գրանցված են, չկա Նիկոլ, չկա ոչ մի բան, այդ մարդիկ նստած են ազգային ժողովի աթոռին, պետք է այդ կոճակը սեղմեն եւ կողմ քվեարկեն կամ դեմ քվեարկեն նախագծին։ Այդ պահին պետք է 18 պատգամավորներ ձեր օգտին կամ նախագծի օգտին ձայն տան։ Նույնիսկ դու 30 պատգամավորի ստորագրություն էր, որ սկզբում վերցրեք նախագծի տակ ԿՊԱ-ականների։ Մեկը դա ոչ մի նշանակություն չունի նախագծի վերջնական ճակատագրում։ Վերջին պահին այդ 30 պատգամավորն էլ կարող են այդ 48 ժամվա ընթացքում տարբեր գործընթացներ, որ կարող են տեղի ունենան, ասեն ինչ է, հրաժարվեն իրենց նախագծից, հրաժարվեն իրենց տված ստորագրությունից։ Դուք գործ ունեք ԿՊ պատգամավորների, չէ՞, մարդիկ, որ ոչ սկզբունք են ճանաչում, ոչ օրենք են ճանաչում, ոչ սրբություն ունեն, ոչ երթում են գիտեն ինչա, գիտեք, այդ մարդկանց հետ գործ ունեք, մարդու համար ինչ է, դուք կետած դրան եք իրան շանտաժի ենթարկես, գվախեցնես, խոստումներ կտաս, կգա ստորագրի թղթի տակ, ասի օքեյ գնացեք, ես ձերը գտեմ։ Վերջի պահին, որ պիտի գան ըստ այդ կոճակը սեղմի, չի սեղմի, հակառակը կսեղմի։ Ուրեմն մինչև այդ պահը, երբ քվեարկության տեղի չի ունեցել, որևիցե մեկը չի կարող հստակ ձեզ ասել, քանի ԿՊԱ-ական պատգամավոր վերջնական կերպով ձեր միացած է։ Միայն խոստումներ կարող եք դուք ստանալ։ Հիմա ինչեր կարող է անի մինչև 48 ժամվա ընթացքում Նիկոլ Փաշինյան։ Ընդհանրապես այդ 48 ժամը նախ ասեմ ինչի է տրված։ Շատերը կարող են հարց տալ, սկզբում ասեցի, ինչու 48 ժամ, ինչու ոչ 24 ժամ, ինչու ոչ ավել։ Այդ 48 ժամը որտեղից է բխել։ Եթե երկրի վարչապետի նկատմամբ կա անվստահություն, կա ճգնաժամ երկրում, վարչապետը պիտի հեռանա, ինչու անհապաղ քվեարկության չդնել, ինչու անմիջապես քվեարկության չդնել, ինչու 24 ժամ հետո քվեարկության չդնել, չէ՞, այսօր առավոտյան երկուշաբթի առավոտյան պատկերացեք ժամը 10-ին ազգային ժողովի նախագահին ներկայացնում է իմպիչմենտի նախագիծը, օրենքն ասել 24 ժամ հետո պիտի քվեարկության դնես։ Հնարավոր է, չէ՞, 24 ժամ հետո քվեարկության դնել։ Ինչու է 48 ժամ ժամանակ տվել։ Պատճառը հետևյալն է։ Պատճառը գտնվում է մեր սահմանադրության միտք բանի մեջ, սկզբունքների մեջ, հիմքի մեջ։ Մի անգամ վերհիշեք, որ 2015 թվականին, երբ այս սահմանադրությունը քննարկվում էր, այս սահմանադրության մասին ինչ էին ասում կառավարության ներկայացուցիչները, ովքեր ներգրավված էին այս սահմանադրության ընդունման աշխատանքում։ Արփին Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան։ Ես այսօրվա պես հիշում եմ, խնդրում եմ գնացեք դուք էլ գտեք, միայն իմ խոսքերով մի բավարարեք։ Գնացեք, որոնեք, գտեք այդ ամեն ինչը, որ ես ձեզ ասում եմ։ Այդ օրը, երբ խոսք էին տա, եթե հիշեք, մենք ազգային ժողովի մեր սահմանադրության մեջ դրված է կայուն մեծամասնություն դրույթը, այսինքն ազգային ժողովը ձևավորվում է կայուն մեծամասնությամբ։ Այն ժամանակ հարց էին տալիս, ինչու կայուն մեծամասնություն։ Պարլամենտական համակարգերում ընդհանրապես շատ հաճախ կայուն մեծամասնություն չի լինում։ Տեսնում եք երկրներում, որտեղ խորհրդարանական համակարգերով են կառավարվում, շատ հաճախ կառավարությունները փլուզվում են։ Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Իսրայելում, որ ամենավառ օրինակն է խորհրդարանական համակարգի, միավորված թագավորությունում, որ մասամբ խորհրդարանական համակարգով է կառավարվում։ Այդ միավորված թագավորությունում Անգլիայում վերջին 7 տարվա ընթացքում չեմ սխալվում 5-ից 6 վարչապետ է փոխվել, կառավարություն է փոխվել։ Առվազն կարծում եմ 2 ընտրություններ ա եղել։ Իտալիայում, Իսպանիայում, բոլոր երկրներում շատ հաճախ փոխվում են ազգային կառավարությունները, ազգային ժողովները լուծարվում են, կառավարությունները մեծամասնությունը կորցնում են, ընտրություններ են տեղի ունենում։ Այն ժամանակ վստահեցնում էին եւ ասում էին, քանի որ մենք պատերազմական երկիր ենք, պատերազմական դրության մեջ ենք գտնվում, մեզ համար մի քիչ շռայլություն է եւ վտանգավոր է, որպեսզի մենք այդ ձևաչափով գնանք։ Մեզ համար անհրաժեշտ է կայուն մեծամասնություն ազգային ժողովում, որպեսզի կառավարությունները հաստատուն լինեն։ Էպիսի մտահոգություն չլինի, որ հիմա 6 ամիս գործում ենք, 6 ամիս հետո կարող է չլինեն, քանի որ դա կարող է թշնամու համար ինչ-որ չարաշահումների առիթ դառնալ։ Եվ լավ էին մտածում։ Սխալ չեն մտածել այն ժամանակ։ Ես ուզում եմ ասել, որ ինչ է եղել այդ կայուն մեծամասնություն ձևավորելու դրույթը։ Նույն բանից բխում այս 48 ժամը։ Ինչու՞։ Որովհետև առիթ է տրվել վարչապետին այդ 48 ժամով, որպեսզի նա ունենա հնարավորություն այդ 48 ժամերից օգտվելով նորմալ պայմաններում եմ ասում։
գնա նստի մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ, ովքեր այդ նախաձեռնությունը ներկայացրել են, այդ 1/3 պատգամավորների հետ, խոսի, տեսնի խնդիրը որն է, դժվարությունը որն է, իրենց պահանջները որն է, զիջումների գնա, պես ասած, գուցե ինչ-որ աշխատանք կատարի, ամեն դեպքում կառավարությունը չփլուզվի, նույն կայուն կառավարություն ունենալու մտահոգությունից ելնելով։ Առիթ է տրված վարչապետին, որպեսզի գործող վարչապետին, կարևոր չի թե դա Նիկոլն է, Պետրոսն է, Պողոսն է, Էդգար Ղազարյանն է, Ռոբերտ Մակրոնն, ով ուզում է լինի, նույն առիթը բոլորին հավասարապես տրվել է օրվա վարչապետին, որպեսզի այդ մարդիկ վարչապետը գնա նախաձեռնություն ներկայացրած պատգամավորների հետ նստի, քննի հարցը, տեսնի ինչի համար են իրենք անվստահություն հայտնում, խնդիրը որտեղ է, կարող է պայմանավորվի զիջումների գնա։ Իսկ եթե մինչև 48 ժամվա ընթացքում չկարողացավ որևիցե, այդպես ասած, համաձայնության գալ այդ պատգամավորների հետ, արդեն բնականաբար անվստահությունը կա եւ չի կարելի պահել եւ ազգային ժողովում քննարկման ատվում։ Այդ 48 ժամը դրա համար է այդտեղ մտցված։ Իհարկե, մեր այսօրվա պայմաններում այդ 48 ժամը բնականաբար բացառված է, զրո հնարավորություն ունի, որ ասենք պատկերացնենք Նիկոլ Փաշինյանը գնալու է նստի Հայաստան դաշինքի հետ կամ պատիվ ունեմ դաշինքի հետ, քննարկի, որ դուք եկեք իմպիչմենտից հրաժարվեք, ես ձեզ ինչ-որ բաներ կտամ։ Հաստատ եմ դիտում արդյոքոցով, որ պատիվ ունեմ, ոչ Հայաստան դաշինքը չեն ընտարաչի եւ նման բան բացառված է։ Բայց այդ հնարավորությունը, որ ստեղծված է վարչապետի համար, որպեսզի գնա ընդդիմության հետ բանակցության մեջ մտնի, առիթ է ստեղծվում վարչապետին, որպեսզի կարողանա իմպիչմենտի գործընթացը տարբեր հնարքներով, միջոցներով կասեցնի։ Դուք հիշեք, գործ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, մարդու, որին մեղադրում եք կամ ասում եք ճիշտ եք անում, կարող է ցանկացած ընտրություն կեղծել, թքած ունի օրենքի վրա, թքած ունի սահմանադրության վրա, թքած ունի բարոյական բոլոր սկզբունքների վրա, ամեն ինչ անելու է, որպեսզի իր աթոռը եւ իր պաշտոնը պաշտպանի։ Պատճառն էլ գիտեք, որտեղ դրա հաջորդ օրենք հայտնվելու է ճաղերի հետևում։ Ու պատկերացնում եք ինչ, այս մարդը իմանալով հանդերձ, որ դուք իմպիչմենտի գործընթաց եք սկսել իր դեմ, որտեղ արդեն պետք է միջև խոսում եք, որ կսկսենք գնանք պատգամավորների հետ խոսենք։ Նախապես գիտի, որ սկսվելու է։ Իսկ պաշտոնապես հայտարարվելուց եւ ընթացքի մեջ դրվելուց հետո ինքը 48 ժամ ունի, ոչ միայն 48 ժամ, 72 ժամ ունի։ 72 ժամվա ընթացքում գալու է, այսպես գարավ նման նստելու ազգային ժողովի աթոռին, մտնելու այդ աթոռի մեջ, այսպես ասած ընկճված, նստելու է լսի թե դուք իրեն, ինչպես եք պաշտոնից հեռացնում անվստահություն հայտնում։ Այդքան պարզամիտ եք, թե ժողովրդին եք չմնում ինչ տեղ դրել։ Խոսում եք նույն Նիկոլ Փաշինյանի մասին, որ մարդիկ ընտրությունների ժամանակ պատգամավորագետին փռում, ես իհարկե ամեն տեսակ անօրինականություն անում, ընտրություն է կեղծում, պետական ռեսուրս է օգտագործում։ Մի անգամ ես ասել եմ, գիտեք, այս մարդը 2020 թվականի ամռանը, երբ տեսավ չի կարող սահմանադրական դատարանի տիրանալ, ինչ արեց, ես անգամներ սա ասել եմ, մի անգամ ասենք, բայց հասկանանք ում հետ գործում եք։ Այս մարդը գնաց սահմանադրության այդ անցումային հոդվածը 200 քանիերորդ չեմ հիշում, որ 2017 թվականին ապրիլին գործադրվել, վերջացել էր, ավարտված էր, թաղված օրենք էր, գոյություն չուներ ընդհանրապես այդ կետը։ Գնացին գերեզմանից ճիշտ մերելին հանես, բռնես բռնաբարես հանրության դիմաց, գեղեցիկ շորեր հագցնես բռնաբարես, քո ուզած կերպով բավարարվես, հետո տանես հետ թաղես։ Նույն գործ արեցին սահմանադրության այդ կետի հետ։ Եվ ոչինչ չպատահեց։ Միջազգային հանրությունն է նույնիսկ ոչինչ ասեց չընդդիմացավ այդ քայլին Նիկոլ Փաշինյանի։ Դուք այս մարդու հետ գործ ունեք։ Ու պատկերացնում եք այս մարդը 48 ժամ, 72 ժամ նստելու այդ ազգային ժողովի աթոռի վրա, այսպես խեղճացած, այսինքն դուք իրեն ոնց եք անվստահություն հայտնում։ Ու ոչինչ չի անելու։ Այս ամբողջ հնարքներից, որ ես ասամ, հենց նույն սահմանադրության մեջ օրենքով կա, տողատակերում կա, չգրված տողերում կա, չի օգտագործելու այդ ամենը, որպեսզի այս իմպիչմենտի անվստահության գործընթացը կասեցնելու։ Եթե կարծում եք այդպես է, ես էլ ասելիք չունեմ ձեզ հետ, գիտեք, տերը ձեզ հետ գնացեք արեք։ Բայց գործ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ կարող անել Նիկոլ Փաշինյանը այդ տողատակերից օգտվելով։ Ամենապարզ եւ օրինական բանը, որ կարող անել, քվորում չապահովել ազգային ժողովի նիստերի համար։ Դուք 36 հատ պատգամավորի ստորագրություններ օրինակ հավաքել եք, իմպիչմենտ նախագիծը ներկայացել եք ազգային ժողով, ազգային ժողովն էլ օրենքի կարգով հայտարարել է, որ այսինքն երկուշաբթի առավոտյան, չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ին նիստը սկսվելու է։ 36 պատգամավորները գնում են նստում են ազգային ժողովում, նախագահն է գալիս է մի օկով նստում այնտեղ, բայց քպական պատգամավորները չեն ներկայանում։ Այնքան որ պետք է քվարում ունեն ազգային ժողովի նիստը, չեն ներկայանում նիստի։
Ինչ է լինում։ Ինչ է լինելու այս նախագծի ճակատագիրը։ 72 ժամ հետո պիտի քվարկության դրվի։ 50 ժամ հետո պիտի քննարկում սկսված լինի ազգային ժողովի կանոնակարգի համաձայն։ 50 ժամ անցնում է, չի սկսվում։ Երկրորդ 50 ժամն անցնում, չի սկսվում։ 72 ժամ հետո ազգային սահմանադրության համաձայն պետք է քվարկություն ավարտված լինի։ Քվարկություն չի լինում, չի ավարտվում, որտեղ քվորում չկա ազգային ժողովում։ Ինչ է կանելու։ Նույն այդ սահմանադրության ազգային ժողովի կանոնակարգի կետի համաձայն նախագիծը համարվում է չընդունված, հանվում է։ Նիկոլը 6 ամիս մնում է էլի վարչապետ։ Այն հաջորդ 6 անգամներն էլ քանի անգամներ ռանիկ նույնն է լինելու։ Քվորում չի ապահովի ամենաօրինական, պարզ տրամաբանական, կուլտուրական բաժինը, առանց որից դեջ վիճաբանության իր պատգամավորներին այդ տեքստերով, որ ունի իրենց չաթ գրուպների մեջ ունեն։ Գրում է վաղապիկ նիստ չենք ապահովում, չենք գնում նիստի։ Չենք գնում։ Հիմա կասեք պատգամավորների վրա մենք ուժ կգործադրենք։ Ահա։ Դուք կրկին գործունեք Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի հատ Հովիկ Աղազարյանի օրինակը վերցնեք, այդ 70-ամյա մարդու հեռախոսի մեջից տեսնում եք ինչեր են հանեդուրս այս մարդիկ։ Դուք պատկերացնում եք Հովիկ Աղազարյանին այդ վիճակով, ամենաթունդ նիկոլական, Գյումրիից հետ քայլած մինչև այդ տարիքով քայլելա մինչև այստեղ։ Աստծո տեղ է դնում Նիկոլ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյանի միջոցով է Քրիստոսին ճանաչել։ Գիտեք, այս մարդու հեռախոսը պրպտել են, ինչպեսի չաթեր են հանեդուրս, ինչեր են հանեդուրս։ Դրա 1/10 էլ որ ճիշտ լինի, սարսափելի է, չէ՞։ Հիմա պատկերացրեք, այդ պատգամավորները, որ դուք ուզում եք քերեք ազգային իմպիչմենտի համար ԿՊ-ից, այդ ցուցակի տակի այդ ջահել ջհուլներն են, որոնց որից է մեկն էլ չի ճանաչում։ Պատկերացնեք դրանց հեռախոսների միջից Նիկոլի մա ինչեր ունի հանած դրած իր դիմաց, իր գժոսներում պահած։ Սաղի դիմացը չաթ գրուպի մեջ ասելով վաղը նիստի չես գումարելու, այս էլ փաստը չես պլեկանալու, ներկայացալ սրանք բոլորը հանրայացնելու են։ Իդեպ ընդհանրապես այդ նարկոման, գիտեք այդ մարդիկ ինչպեսի կյանքերով են ապրել, հիմա էլ ինչպեսի կյանքով են ապրում, այդ հատկապես այդ ցածի ցուցակի այդ վերջին մարդիկ։ Ահա։ Ասում եմ, եթե Հովիկ Աղազարյանին այդպես գցեցին ոտի տակ վրայից անցան բուլդոզերի նման։ Մյուս պատգամավորների հետ նույնն անելու։ Շանտաժ անելու, վախեցնելու, մի գնացեք, մի քվարկեք, մի նստեք։ Չկարծեք էլ որ մենք կգնան գախնի կպայենք այս գործընթացը Նիկոլը չի իմանա մենք ում ենք շփման մեջ մտնում։ Դե բոլորի հեռախոսները ստուգվում է, ձեր բոլորի չաթերը սկսվում է։ Գիտեն դուք նույնիսկ երբ եք գնացել զուգարան ինչ եք արել դուս եք եկել։ Լավ։ Ու այդ մարդու իշխանության պայմաններում, որ գիտեք ինչպես իշխանություն աստեղծել, բուրգ է վերևում, միջեցած ինչպես է գալիս։ Պատկերացնում եք գնաք իրարից 18 հատ պատգավորի կհամոզեք կգան միջև վերջին բան կնստեն այդ քաջությամբ կոչակսել է։ Ինձի մեկը համոզում էր, որ գիտեք այս մարդիկ փողի խնդիր ունեն։ Այո, սաղը փողի խնդիր ունեն։ Հովիկ Աղազարյանն ասել էր, որ ես ամեն գործ անելու եմ, որպեսզի հաջորդ ազգային ժողովում լինեմ, որտեղ հիպոթեկով տուն եմ առել, պիտի հիպոթեկս փակեմ։ Բացայ ստակ բարերով ասել, բոլորս էլ գիտեք։ Այս մարդիկ այդ պատգամավորները ազգային ժողովի պատգամավոր որ չլինեն, վաղը պիտի գնան էսի չէ միտեղ մատուցող աշխատեն, ինչ աշխատեն իրենց կենսագրականով որ ունեն։ Բոլորն էլ հաշիվ են արել առնվազն 1 շրջան կամ 2 շրջան լինելու են ազգային ժողովի պատգամավոր, ամիս էսի չէ 1 միլիոն դրամի շքան աշխատավարձ են առնելու, դրա վրա էսի չէ հաշիվ են արել մի Ես քանի ամիս լինելու են, 2-5 տարի կլինեն, 5-12, 60, 120 ամիս լինելու են, դրա վրա վարկեր են վերցրել, հիմա դրա փակելու խնդիր ունեն, անշուշտ այդպես է։ Ասում են դե կգնանք իրենց խոստումներ կտանք, ու մենք ձեր տան վարկը փակում ենք, դուք էլ եկեք մեզի քվարկեք։ Նիկոլը դրա 2 անգամ իրենց կտա։ Դուք ինչ որ դնեք Տանը Հակոբյանի ֆոնդերի մեջ դրա 2 անգամը հավաքված գումար ունեն այս մարդիկ։ Իրենց բարերարների մեջ այդ գործարանների իրենց կողքին կանգնած են։ Դուք 1 տան հիպոթեկ փակեք, իրենք 2 տան հիպոթեկ փակեն, այդ պատգամավորին կբերեն հետ կվերադարձնեն իրենց ցուցակի մեջ։ Խոսում եմ, պշեշտում եմ, գործ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ու դժվար չեմ գիտեմ ով կարող է պատկերացնել, որ կարող է Նիկոլ Փաշինյանը ասում եմ նստի ազգային ժողովի աթոռի վրա, լուրջ լացակումսից ասած լաց կնկճված, կուչկա այդտեղ, տեսեք դուք ոնց եք իրեն անվստահություն հայտնում, այդ 72 ժամ ընթացքում ոչինչ չանի։ Սա բաց մանենա որ Նիկոլը կարող է անի։ Էլ ինչ կարող է անի, սրանով չի սահմանափակվում։ Նիկոլ Փաշինյանը, եթե տեսնի իսկապես հիմա մի տեղ է հաշվում, տեսնա դուք իսկապես իրենից պատգավորներ եք պոկել տանում, չի կարող ոչինչ անի, հրաժարական կտա այդ 48 ժամ ընթացքում։ Կասի ես հրաժարվում եմ։ Դուք ուզում եք ինձ անվստահություն հայտնեք, ես չլինեմ, շատ լավ, ես չկա։ Իրա պատգավորներին կասի պատգավորներ ջան,
Ինձ այդ խնդիր ունեք, ուզում եք անվստահություն հետեք ինձ, ձեր իրավունքն է, խղճի ազատություն ունեք, որպես պատգամավոր, գնացեք ինչ ուզում եք քվարկեք, բայց ես հրաժարական եմ տալիս, դուրս եմ գնում։ Եթե ես գնամ, ԿՊ-ն իշխանություն չունենա, դուք էլ չեք լինի։ Եկեք մի հատ ուրիշ տեխնացուի առաջում ներկայացնեք փոխարեն, դրան քվարկեք, թողեք նա լինի։ Օրենքի բաց կա այդտեղ։ Վարչապետը այդ 48 ժամվա ընթացքում հրաժարական տվեց, ի՞նչ է լինում նախաձեռնության ճակատագիրը։ Եթե չկա վարչապետ, հրաժարականատվե, ում եք իմպիչմենտ անում, ում եք անվստահություն հայտնում, մարդուն ում եք անվստահություն հայտնեք, որ հրաժարված համարվի հաջողության ավարտին։ Եթե ինքը իր կամքով գնում է, ում եք իմպիչմենտ անելու։ Գնում եք ուրիշի նշանակումա դնում է իր տեղ, ասում սրանք կվարկեք։ Հաստատ իմացեք այդ 10-10-ի պատգամավորին, որ վերցել եք բերել եք, հետ են գնալու, վերադառնալու են ձայնտան այդ մարդուն։ Քանի որ ինձ համար ամեն դեպքում ԿՊ-ն իշխանություն մնալը շատ ձեռնտուական է իշխանություն կորցնելը։ Վերջի ամենասարսափելի տարբերակը, որ կարող է տեղի ունենալ, ռազմական դրության հայտարարվելն է։ Այսօր օդի ու ջրի պես ամենից շատ Ալիևին ու Էրդողանին է, չէ՞ անհրաժեշտ Նիկոլի իշխանության մնալը։ Նիկոլը որ չեղավ իշխանության, իր հետ այդ պայմանավորվածությունները գնում է։ Ամենից շատ Էրդողանը եւ Ալիևը կուզեն, որ Նիկոլը մնա իշխանության։ Իր ամբողջ թերություններով հանդես որ ունի, պայմանները չի կատարում, նեղացնում է, գցում է տարբեր տեղերում, բայց ամենալավ տարբերակն որ այսօր ունեն Հայաստանում, չէ՞։ Ամեն գործ անելու են, որ Նիկոլը մնա իշխանության։ Ինչ են անելու։ Մի հատ փոքր սահմանային էսկալացիա, մի հատ փոքր մի քանի հատ կրակոտ սահմանում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ռազմական դրություն է հայտարարում։ Ռազմական դրություն, որ հայտարարվեց, որ չէ կարող նախագիծ ներկայացնել սահմանադրությամբ եւ ազգային ժողովի կանոնակարգով, իսկ եթե ներկայացած լինեք արդեն ընթացքի մեջ լինի, դա ընդհատվում է։ Նույնը իհարկե ընտրությունների դեպքում են վերջերս օրենք հասկացեցին նույնն է լինում։ Տեսեք, որքան հնարավորություն ունի այս մարդը սահմանադրական այդ միջոցներից օգտվելով, այս նույն սահմանադրությունից, որ դուք խոսում եք իմպիչմենտ անելու մասին, նույն այդ սահմանադրությունից օգտվելով կարող է այդ իմպիչմենտի նախագիծը ձախողեցնել, թույլ չտալ, որ դա իրականություն դառնա։ Շեշտում եմ, այդ ստորագրությունները, որ դուք սկզբում գնաք այդ պատգամավորներից հավաքել, ժողովրդին դրանով խաբում եք կամ համոզում եք, որ մենք գնանք, խոսենք, ստորագրություն կառնենք, իրավական ոչ մի արժեք չունեն։ Վերջնական որոշումը կայացվում է 72 ժամ անց ազգային ժողովի աթոռների վրա քվեարկության, անվանական քվեարկության արդյունքում։ Այդ պահին է, որ ամեն ինչ որոշվելու է։ Իդեպ, մի շատ կարևոր բան նկատի ունեցեք, որ դուք պիտի գնաք 18 պատգամավորի առնվազն, եթե մենք 36 ունենանք, դուք պիտի 18 պատգամավորի համոզեք, որ գան Նիկոլ Փաշինյանի անվստահությանը կողմ քվարկեն։ Բայց Նիկոլը, եթե նույնիսկ նրանցից մեկին համոզեց, որ ձայն չտա, տապալված եք։ Նկատել եք դա։ Որտեվ մեծամասնությունը 54 պատգամավորի կարիք ունեք։ Եթե դառավ 53 չի լինի։ Դուք 18-ին համոզում եք, բերում եք, 17 այսպես մնում են ձեր կողքին։ Մեկին եթե Նիկոլը 18-ից կարողացավ համոզել, որ ձայն չտա վերջին պահին, ինքն է տարել այս խաղը։ Ու դուք սախողել եք։ Հետաբար ոչ թե 18 բերեք, պիտի կանա 20 բերեք, 25 բերեք, ինչքան ավելի շատ բերելու խնդրում եք, ավելի է բարդանում ձեր գործը։ Խնդիրը այստեղ է, տեսեք, այն որ ասում եմ ձեզ իրականությունը չեն ասում ժողովուրդ ջան, սրանք իրականությունը չեն ասում։ Ես ուզում եմ ձեր աչքերը բացեմ, որպեսզի դուք լսեք, հասկանաք, թե իսկապես ինչ է իմպիչմենտ իրենից ներկայացնում։ Այդ 4 սաղատ հասարակ կետերը չի, որ սահմանադրության մեջ դրված է։ Շատ խորքային խնդիրներ, տեխնիկական դետալներ կան, որ հույսով եմ այս մարդիկ չեն հասկացել այդ մասին, այսինքն չգիտեն այդ մասին, բայց եթե գիտեն ու թաքուն են պահում, ես իսկապես ցավում եմ հետաբար ինչ-որ նպատակներ ունեն։ Ինչ ասում Էդգար Ղազարյան, ասում դե մինչև հիմա դուք 5 հատ հնարավորություն ունեիք, 6 ամիս մեկ կարող եք մինչև հիմա իրեն հայտնած լինեիք, 20-ից հետո 3 անգամ էլ դեք կարող եք հայտնել։ Անկախ դրանից, որ դա տեխնիկապես հնարավոր է թե չէ, ի՞նչ է տեղի ունենում։ Ամեն անգամ, որ դուք իմպիչմենտի ծրագիր նախագիծ ներկայացնեք, իսկ այդ նախագիծը տապալվի, դուք Նիկոլին տալիս եք վստահության ձայն։ Հարցի մյուս կողմն էլ նայեք, չէ՞։ Միայն ինչի դե լավ, հիմա ծախողեց ոչինչ, 6 ամիսների կսկսենք, չէ, այդպես չի։ Խորհրդարանական համակարգ է Հայաստանը։ Խորհրդարանական համակարգում ազգային ժողովի ծված ձայնը, վստահությունը մեծ արժեք է ներկայացնում։ Եթե դուք ազգային ժողով եք տանում նախաձեռնություն, իմպիչմենտի, եւ չեք հաջողում, ձախողում եք, նշանակում է, որ ազգային ժողովը կրկին կողմ է քվարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը։
Ինչ տարբերություն կա դրա եւ ընտրությունների մեջ։ Դուք Նիկոլին ապահովում եք կրկնակի վստահությամբ ազգային ժողովի կողմից, կրկնակի վարկանիշով, կրկնակի լեգիտիմության ազգային ժողովի կողմից։ Հատկապես այսօր հիմա հենց այս պահին, երբ Նիկոլ Փաշինյանը լուրջ լեգիտիմության խնդիր ունի, ընդդիմության գործունեության պատճառով, հասարակության մեջ ծավալված բողոքի ալիքի պատճառով, լուրջ լեգիտիմության խնդիր ունի, չի կարող համարձակվում գնալ վերջնական այդ փաստաթուղթը ստորագրել եւ Ադրբեջանը պահանջներ ա դնում իր դիմաց, չէ՞։ Իսկ եթե դրանցիկ ազգային ժողով իմպիչմենտի գործընթաց սկսեցիք ու ձախողեց, նշանակում է ազգային ժողովը վստահություն ա տվել Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանի հետ միասին իր բոլոր օրակարգերին, այդ թվում երկրորդ կապիտուլյացիայի ստորագրմանը։ Ահա Նիկոլ այդ երկրորդ անգամ իրեն տված վստահությունը վերցնելու է, տանելու է ամենաթանկ կերպով Ծախի Ալիևի վրա։ Ասի դե տեսեք, ազգային ժողովում ինձ անվստահության գործընթաց սկսեցին, բայց շրջողեցին։ Ուրեմն ես վստահվայելում եմ ազգային ժողովի վստահությունը, կարող եմ ստորագրել։ Այդ որ ասում ես ժողովուրդը պետք է քեզի վստահի եւ ժողովուրդը պետք է ստորագրեմ, էսա ազգային ժողովը ներկայացնում է մեր ժողովրդին, իսկ ազգային ժողովը երկրորդ անգամ ինձ վստահություն է հայտնել։ Իմպիչմենտ էին ուզում անեն, չհաջողեցին։ Ներեցեք։ Հետևաբար, իմպիչմենտի նախաձեռնության ձախողումը չափազանց վտանգավոր տարբերակ է։ Ձեզ ասում են, որ մինչև հիմա լիքը հնարավորություն է եղել իմպիչմենտի, բայց ազգային ժողովի մեր պատգամավորները դրանից չեն օգտվել։ Այդ առիթը չեն օգտագործել։ Ազգային ժողովում այս վերջին 4 տարվա ընթացքում չեմ ասում, ընդհանուր եմ ասում, Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում, երբ մենք անցել ենք խորհրդանական համակարգի, միայն մեկ անգամ տեխնիկապես ռեալ հնարավորություն է եղել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու համար, արդար լինելու համար պետք է ասեմ։ Դա եղել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը փախած է, բունկերում էր գտնվում, հայ չի որտեղ էր փախկվել, իր պատգամավորները վրայից թռել էին, ազգային ժողովում լիքը պատգամավորներ իրենց անկախ էին հայտարարել, հենց քպեանքներից դուրս էին եկել, նույնիսկ Դուլու, Մուլու մյուսները գիտես մի ինչպես էին վախեցած, սարսափած փախչում ժողովրդից, վախեցած վիճակի մեջ էին։ Այդ պայմանների ժամանակ, այդ պայմաններում, այդ պատգամավորներից որ մեկը դիմաց ազգային ժողովի նախաձեռնության իմպիչմենտի նախաձեռնություն դնեիք, անմիջապես առանց քննարկելու, նույնիսկ ոչ մի ակնկալի, առանց որևէ ակնկալիքի դրա տակ ոչ միայն կստորագրեին ազգային ժողովի աթոռի նստած այդ կոճակն կսեղմեին, կողք կվարկեին, ուրեմն այդ նախագծին։ Նույնիսկ այդ փաստաթղթի վրա եթե այդ պահին գրված լիներ Ռոբերտ Քոչարյան վարչապետ, կքվարկեին, կանեին։ Բայց ինչու չեղավ։ Որտեղ ռազմական դրություն էր այդ պահին։ Հայաստանում ռազմական դրությունը հաստատվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո։ Կառավարությունը ռազմական դրություն է հայտարարել։ Ռազմական դրություն հայտարարումը կառավարությունը, հետո պիտի ազգային ժողով ավելացնի։ Ազգային կառավարություն հայտարարել, ազգային ժողով ավելացվել է։ Այդ ռազմական դրությունը Հայաստանում շարունակվել է, ուշադիր եղեք, սա կարևոր է։ Ես իրողություններ ուզում ձեզ այդ իրողությունների մասին խոսել, չէ՞։ Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 2-ը։ Դեկտեմբերի 2-ին կառավարությունը որոշում ընդունում, որ պետք է ռազմական դրությունը հանվի։ Կառավարության որոշում է եղել։ Բայց այդ որոշումը ուժ չունի մինչև այն ժամանակ, երբ ազգային ժողովը չի քվարկում, չի քննարկում եւ չի հաստատում։ Իսկ ազգային ժողովում ռազմական դրության մասին որոշում ընդունվել է 2021 թվականի մարտի 24-ին։ Կառավարությունում դեկտեմբերի 2-ին դեռ որոշում են ընդունած եղել ռազմական դրություն հայտարարումը, որպես իրենք կարողանան այդ հնարավորությունից օգտվել ռազմական դրությունը սահմանափակումներ ստեղծում իրենց համար։ Բայց ազգային ժողով չեն տարել, չեն վավերացրել մինչև 2021 թվականի մարտի 24-ը։ Ինչու չեն տարել։ Որտեղ եթե տանեին ռազմական դրության հանեին, ռազմական դրությունը վերցնեին, իմպիչմենտի հնարավորություն կբացվեր։ Եվ այդ պայմաններում հեշտությամբ կարելի է ռազմական Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկել։ Ազգային ժողովը չի քննարկել ռազմական դրության հանելը եւ դրանով փակել է Նիկոլին իմպիչմենտ հայտնելու ճանապարհը։ Ինչու է փակել, որտեղ շատ լավ գիտեն, այդ օրը ամենաբարձր ռեյտինգ ունեցող Ռոբերտ Քոչարյանն է եղել։ Մի քանի ամիս անց տեղի ունեցած ընտրությունները բոլորին ապացուցեցին այդ ամեն ինչը։ Իսկ արդար լինելու համար հիշեք, այդ ժամանակահատվածում որ կար դեկտեմբերի 2-ից մինչև հաջորդ տարվա 2021 թվականի մարտի 24-ը եւ ռազմական դրությունը հանվեց, ինչ տեղի ունեցավ։ Լիքը հրաժարականների պահանջներ եղան, ընդհանուր մինչև գեներալներ, բայց մեկ-մեկ հրաժարվեցին իրենց հրաժարականներից։ Մեկ-մեկ
Փոշմանեցին, ասեցին օքեյ, լավ, չեմ ուզում էլ հրաժարական։ Ով արեց այդ ամեն ինչը։ Ով գնաց այդ մարդկանց հետ մեկ հանդիպեց, Նիկոլին փրկեց։ Ազգային ժողովի կողմից ստեղծված այդ ժամանակա ընթացքում։ Նախագահ Արմեն Սարգսյանը։ Ով էր Արմեն Սարգսյանին ներդրել մեր քաղաքական երկնակամարի մեջ բերել դրանից մի քանի տարի առաջ, չխորանալ թեվայի մեջ։ Ով փրկեց Նիկոլի դեմքը։ Ով արից ստեղծեց, որպեսզի իմպիչմենտ չլինի այդ պահին։ Որի ասեմ գլխավոր վարչապետության տեխնատուր այդ պահին կարող է լինել հասար Ռոբերտ Քոչարյանի բարձր ռեյտինգի պատճառով, որ այդ օրերին ուներ։ Չթողեցին, իմպիչմենտ չեղավ, փոխարեն Արմեն Սարգսյանը գնաց բոլորի հրաժարականը, խոսեց հրաժարականների հետ, վերցեցին, երկիրը տարեցին, մտցեցին ընտրական գործընթացի մեջ։ Հիմա եկել են կախվել են Ռոբերտ Քոչարյանը մեծ տարել դեպի ընտրություններ։ Արդար եղեք, չէ՞, այս ամբողջ 4 տարի առաջվա պատմությունը, ես մի 200 տարվա առաջվա մասին չեմ խոսում, 4 տարի առաջվա ընդհանուր մասին եմ խոսում։ Գնացեք նայեք, երբ իր պարտականությունները կատարեց Արմեն Սարգսյանը, վստահացա, որ ամեն ինչը կարգին տեղն է անգել, 2022 թվականի հունվարին եթե չեմ սխալվում, մի գեղեցիկ օր թրավ գնաց, գործն ավարտած։ Այդ ընթացքում ոչ մեզ տարել են մտցրել են ընտրական գործընթացի մեջ ոչ թե Ռոբերտ Քոչարյանն, այլ Արմեն Սարգսյանը, գումարած, ասենք Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, որոնք կարող են ամեն դեպքում գուցե մի բան կարող են անում ազգային ժողովում պահանջ բարձրացնել ռազմական դրության վերացման համար, կարծեմ արել են անարդար չլինեն։ Բայց վերջին հաշվով ազգային ժողովն է որ պիտի այդ ռազմական դրությունը հաներ։ Ռազմական դրությունը հանվել է 2021 թվականի մարտի 24-ին, իսկ դրանից արդեն 1 ամիս անց եթե չեմ սխալվում ապրիլին Նիկոլը հրաժարական տվեց, քանի որ արդեն վստահ էր, որ բոլոր հրաժարականների պահանջները դուրս է եկել, այլևս բողոքի ալիք չկա, Արմեն Սարգսյանը ամեն ճանապարհը հարթել է իր համար, հանգիստ կարող է հիմա գնա ընտրությունների, այլ վտանգ իրեն չի սպառնում, ազգային ժողովի ռազմական դրությունը հանեց, որտեղ ռազմական դրությամբ չէին կարող ընտրությունների գնալ, եւ հետո արդեն դրանից հետո սկսեց ընտրությունների գործընթացը։ Հետևաբար Հայաստանում շեշտում եմ միայն մեկ անգամ է եղել հնարավորություն կար իմպիչմենտով Նիկոլին հեռացնել, դա եղել է նոյեմբերի 9 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բայց դա տեղի չի ունեցել պարզապես ռազմական դրության պատճառով։ Նույն իրավիճակը կարող է հիմա ստեղծվել, ասված մի արածել, եթե Նիկոլ Փաշինյանը այլևս որևէ հնարք չտեսնի իշխանության մնալու համար։ Գնայք ես դա փոխնում եմ, որտեղ որոշ կետեր ես գրել, դրանց մասին պետք է ուրեմն խոսեմ։ Այս շատ կարևոր թեմա է։ Խոսում եմ վարչապետության տեխնացուի մասին։ Ասում են, որ այդ թղթի վրա պետք է գրվի վարչապետության տեխնացուի անուն։ Ով է լինելու վարչապետության տեխնացուն, քանի որ համաձայնության չեն գալիս, ուրեմն մենք չենք կարողանում համաձայնության գալ։ Հետո իբր միսից աղում եմ ծախսաբռնում այդ լսելուց։ Ինչ տարբերակ են առաջարկում։ Ասում են, գիտեք, եկեք մի խմբերի բաժանվեք, թղթերի վրա անուններ գրեք, անունները գցեք, տեսեք ով ամենաշատ անունը քանի դրան էլ դարձեք ձեր վարչապետության տեխնացու։ Հետո ասում են, գիտեք, մեկը նշանակեք էլի, ով ուզում է լինի չի տարբերում, մենակ Նիկոլից ձերբազատվենք, փոխվարչապետը կտակ մեկին, փոխվարչապետ կտակ մեկին, հեսա լիք մարդ կա, հեսա նախարար կնշանակեք։ Գիտեք, պետական կառավարման մասին այս մարդկանց հասկացողությունը կամ ըմբռնումը հենց այսքան պրիմիտիվ է։ Այն էլ մի հատ ճգնաժամային երկրի մասին, որ ճգնաժամային պայմաններում, որ այսօր Հայաստանն է գտնվում։ Դու չգիտես Նիկոլը ինչպիսի կուլիսային պայմանավորվածություններ ունի Ալիևի, չգիտես ինչ թղթեր աստորագրել, չգիտես ինչ խոստումներ ա տվել, Թշնամին մխրճված է 240 կիլոմետր տարածքը գրավել, ամեն վայրկյան կրակոցներ կան սահմանին, 1000-ից սպառնալիք մեր տարածաշրջանում մեր շուրջը կա։ Ու նույն ձևաչափով ասենք գնանք վարչապետ ընտրենք, վարչապետի տեխնացու ընտրենք, մեկի անուն ամեն դեպքում այդ վերևը գրենք, մեկը 10 օր հետո ինքը կարող է հրաժարական տա։ Եթե մինչև 2020 թվական լիներ, գուցե ես այդ տարբերակի հետ այդքանը չծիծաղեի այդ տարբերակի վրա համաձայնի, ասեմ դե մեկ Նիկոլին հեռացնենք, հետո ինչ ուզում է լինի, թող լինի, խնդիր չի։ 2020 թվականի պատերազմից հետո էլ կարող է նույնպես ես մտածեի, մասամ, կարող ասեմ էլի խնդիր չի, կարևորը Նիկոլին հեռացնելն է։ Բայց հատկապես վերջին ամիսների շաբաթների զարգացումների ներքո ես այլևս այդպես չեմ մտածում։ Ինձ համար Նիկոլին հեռացնելու չափ կարևոր է նաև հետ Նիկոլյան ժամանակաշրջանը։ Ով է լինելու այդ աթոռին նստողը։ Ամեն մարդ չի կարող այդ աթոռին նստել։ Եվ տեսնում եք ամեն մարդ էլ չի համարձակվում այդ պաշտոնը վերցնել։ Լայվի ժամանակ Էդգար Ղազարյանն, Ասպարման Թաթոյանը ասել չեն վերցնում, Գրիգոր Խաչատրյանը ասել չեն վերցնում մյուսները։ Ոդ մարդիկ հասկանում են, որտեղ իրենց գործը չի։ Որտեղ հասկանում են ճգնաժամային իրավիճակ, այդ ճգնաժամային իրավիճակից ամեն մարդ չի կարող Հայաստանը դուրս բերել այս պահին։ Դու գործ ունեք Ալիևի հետ, ասում են դե գիտեք
միայն Նիկոլը փոխվի, ամեն ինչ փոխվել է։ Չէ, Նիկոլի փոխվելով ամեն ինչ չի փոխվելու։ Նիկոլից հետոն էլ է կարևոր։ Անշուշտ պիտի Նիկոլին հեռացնել։ Բայց Նիկոլին հեռացնելը նպատակ է, բայց ամբողջական չի։ Այն որ ով է ներկայացնում գակնս այդ Արտուրին դա էլ է կարևոր։ Որտեղ ժամանակ ընթացքում Ալիևը կարող է հազար մի խնդիր ստեղծել մեզ համար։ Կուր թիմ ունենալով երբեմն չի լինում կառավարություն երկիր ղեկավարել։ Հիմա պատկերացնեք, որ պետք է այսինչ կբերենք կնշանակենք արտգործ նախարար, մյուսին կնստենք արտադրության նախարար, մեկին կդնենք տնտեսության նախարար, այսին կանենք փոխվարչապետ, մեկին կանենք փոխվարչապետ, բոլորն էլ գող կմնա։ Այսպեսով կենի կառավարություն ստեղծել են ճգնաժամային, այդ Հայաստանի պայմանների համար, էլ են Նիկոլից հետո, որ ասում եմ չգիտենք ինչպեսի պայմանավորվածություններ ունի Ալիևի հետ։ Եթե այդպես եք մտածում, ես ասում եմ կրկին ասելիք չունեմ։ Դուք գիտեք ձեր լավը, աճակատեք, ինքնացիք ինչ մեկ արեք։ Բայց ինձ համար անձամբ կարևոր է այդ մարդու անունը, որ գրվում է այդ թղթի վերևը, ով է վարչապետության թեկնածում։ Ես գոնե թե ընտրելու իրավունք չունեմ, չգիտեմ, գուցե իմ մոտ ավելորդ եմ խոսում այսօր, բայց իմ լսարանի մեջ լիք ընտրողներ կան, չէ՞, կարծում եմ շատերի համար կարևոր է եւ գիտեմ կարևոր է, որ այդ թղթի վերև գրվող վարչապետի անունը ով է։ Այնպես չի որ ճակատայպես պատահական մեկի բերենք անենք այդտեղ մեկը, ասեն դե հիմա ոչ ոք էլ չէ լավ իմ անունը գրեք։ Լավ այդ ձևաչափով կենի առաջնորդվել եւ կառավարություն ընտրել կամ Հայաստանը ճգնաժամից անել, ամեն գնով չի կարելի ինչ-որ գործ անել։ Ասում են դե գիտեք ինձ հետ մի օքի խոսում է այդ թիմից, ասում են որ դե լավ մենք համար խնդիր չի, մենք անձի խնդիր չունենք, որից է մեկի համար մեզ համար կարևոր չի, կարևորը Նիկոլին հեռացնելը։ Թող նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի անուն այդ թղթի վրա գրվի, մենք կգնանք կկանենք իր կողքին։ Գիտեք ինչ Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնում այս գործընթացի հետ։ Որտեղ այն բաները, որ ես բացատրեցի, որ ես հասկանում եմ, հաստատ իմացեք, որ պետական գործիչը սրանից ավել է գիտի, որ ես հիմա միջեմա ձեզ ներկայացրեցի։ Դե ինչու այս իմպիչմենտի գործընթացը ցախողելու է, արդյունքի չի հասնելու։ Իսկ սաղը կախելու եք Ռոբերտ Քոչարյանի անուն դնելու եք վերև, տանելու եք այնտեղ մտցնեք իրեն այս գործընթացի մեջ, հետո ցախողի, սաղը քաշվելու եք կողքից, ասենք դե մեզ տարար մցրալ մի հատ գործընթացում մեջ, խոստացա որ իմպիչմենտով մենք դուրս կան քեզ էլ արեցինք վարչապետի տեխնատու, տեսար չեղավ, ելի մեզ Նիկոլին պայեցիք իշխանության։ Հետո ընտրությունների դեպքում տեսնում եք ինչեր են ասում, չէ՞։ Իրենք գնացել են ընտրության, իրենք Նիկոլեն, այսինքն գիտեմ մոմենտ կերպ համագործակցել են, իրենց նախագահը կտարելա գործընթացները տարելա դեպի ընտրություններ, հիմա ասում են Ռոբերտ Քոչարյանը մեծի տարեց ընտրությունների, մեկ էլ խոստում տվեց որ կընտրի, կկրի, չկրեց, մենք հայտնվեցինք այս վիճակի մեջ։ Իմպիչմենտի հաջողության համար միայն մեկ տարբերակ կա։ Միայն մեկ դեպքում այս մարդիկ կարող են իմպիչմենտի նախագիծը հաջողության հասնել։ Նախապես պայմանավորվածության ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն գնում եք իր այդ համաձայնում եք, ինքն է գալի ասում, ասում եք գիտեք ես հոգնել եմ ուզում եմ գնալ, մի հատ օրինական ձև եմ ուզում գտնել, այսպես շատ ժողովրդավար ձևով գնամ, ված չստացվի ինձ համար։ Դուք անվստահություն սկսեք, ես էլ ոչինչ չեմ անի, ինձ ռադարեք ես գնամ։ Եթե տարբերակն է գործում, ես չգիտեմ, ասեք որ մենք էլ իմանանք, այսինքն եթե համաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը լուր ամենալու, այդ ամեն օրենքի բացերը որ կան, տողատակերը որ կան, բացատրեցի ձեզ համար շուրջ 1 ժամ, եթե այդ հնարավորություններից ինքը չի օգտվելու եւ լուր նստելու է նայեք դուք ինչպես եք իրեն անվստահություն հայտնում, ես 100% կասեմ, միակ հնարավոր տարբերակը լինում է այն որ դուք իր հետ նախապես պայմանավորվածություն ունենաք։ Հույսով եմ որ այդ պայմանավորվածությունը իր հետ չունեք Եվ հենց այսպես գնում եք գործընթացը սկսելու, որը ասում եմ ամեն դեպքում ձախողելու է։ Ինչ է ծրագիրը։ Հիմա ինչու այս impeachment-ի նախագիծը այսքան եկել առաջ։ Մարդիկ քաղաքական պատասխանատվություն ընդունելու հարց ունեն։ Եթե դու մի հատ գործընթաց ես սկսում, նաև պետք է քաջություն ունենաս դրա համար քաղաքական պատասխանատվություն կրելուց։ Բայց մարդիկ կան խմբավորներ կան, որոնք խոսում են, միայն խոսում են, բայց պատասխանատվություն ընդունելու ժամանակ չկան, բացակա են, չեն ներկայանում։ Եվ վերջում են, մի ինչ-որ օր վերադառնում են, սա պատասխանատվությունը փորձում են գցել ուրիշների վզին։ Ինչ են ասում, ասում են դուք 36 հատ ստորագրությունը հավաքեք, մենք փողոց կգեներացնենք, կբերենք փողոց ժողովրդին, այդ փողոցի ճշմարտան կգնանք ազգային ժողովում impeachment-ի։ Ճիշտ են ասում։ Impeachment-ի հաջողության
միակ շանսը որ գուցե պատկերացնել են, որ փողոցում լինի այնքան ժողովուրդ, ասենք 100,000, 200,000, երկիրը անդամալուց եղած լինի, աշխատանք չլինի, երկիշխանություն լինի երկրում բարի իսկական իմաստով, որ էլ ճարահատված միակ ելքը լինի այդ անվստահությանը կողմ քվարկել եւ այդ վիճակից դուրս գալը։ Այդ մակարդակը կարող եք ուշ գեներացնել։ Ես 3 հարց կտամ իմ ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանեք։ 1. Եթե դուք ունեք այդ աստիճանի փողոց գեներացնելու հնարավորություն, ուր եք այս 2.5 տարին։ Ինչու չէիք գեներացնում։ Ասում եք, որ մենք իմպիչմենտին ինչի ժողովրդին ինչի շուրջ հավաքենք։ Ձեր օրակարգի շուրջ հավաքեիք, խորակարգ ձևավորեիք, գայիք փողոց, ժողովրդին բերեիք փողոց, մեզ ընդդիմությանը չէիք հավանում, իր օրակարգերը չէիք հավանում։ 2.5 տարի Հանրապետության հրապարակն էլ ազատ էր, ազատության հրապարակն էլ ազատ էր, մյուս տեղերն էլ ազատ էին։ Այդ ժողովրդի, որ հիմա հավաքնում եք, մենք կբերենք փողոց, վերեիք փողոց, գեներացնեիք, վերեիք փողոց, մի բան անեիք, փոխեիք, թաքն ու պսակն էլ ձեզ։ Ձեր մարդուն էլ անեիք վարչապետ, ձեր սիրած մարդուն։ Ասեմ, թաքն ու պսակն էլ հաջողությանը ձեզ։ Այսօր ձեր հետևից 1000 բան չէին ասել Նիկոլ բերելու համար։ 2.5 տարի որտեղ էիք, ինչու չէիք գեներացնում այդ ուժը։ Ու հիմա միանգամից եւ Ռոբերտ Քոչարյանը ասեց, ես եթե ընտրություն լինի պատրաստում եմ նաև ընտրությունների մասնակցելու, սաղ մտածեցիք փողոց գեներացնելու մասին։ 2. Եթե կարող եք այդքան փողոց գեներացնել, ինչու եք պատարը այսպես դնում ձեր բերանը, իմպիչմենտի ճանապարհով գնում։ Փողոցը գեներացնեք, մի 100,000, 200,000 մատ տարեք լցրեք, փողային ազգային ժողովի դիմաց, կառավարության դաշաների դիմաց լցրեք, կառավարության շենքի դիմաց լցրեք։ Մի քանի ասել ասել չի, ես կգամ Նիկոլի ականջից կբռնեմ, պատանից կշպրտեմ դուրս։ Իրան էլ բերեք, թողեք Նիկոլի ականջը բռնի, պատանից շպրտի դուրս, ինքն էլ դառնա վարչապետ։ Չուզողի աշնետո, ճուզողնետո ջուխտ աշխու կորանա։ Եթե կարող եք այդքան ուժ գեներացնել, եկեք արեք, ինչու չեք գեներացնում։ Իսկ հիմա պատկերացրեք, ես նույն գեներացնելու թեմայով, 3-րդ տարահարցս, եկանք ընդդիմությունը 36 հատ պատգամավորով նախաձեռնությունը տարավ դրավ ազգային ժողովն էլ քննարկումը սկսեց, ու դուք չկարողացաք փողոցը գեներացնել։ Որտեւ եթե ձեզ 168 կետեմ եթերում հարց են տալիս, Հարգելի Արեգ Բալյան, որ ձեր ռեսուրս ուր, ասես ռեսուրս չունեմ։ Պարզ ռեսուրսի ո՞նց եք փողոց գեներացնելու։ Գոնե ինձ ցույց տվեք այդ ռեսուրսի մեկ բաժինը, կամ ընդդիմությանը ցույց տվեք, ինչ չուզում ցույց տակ, ես ով եմ որ ինձ ցույց տակ։ Ընդդիմությանը ցույց տվեք այդ խորհրդարանական։ Ասեք ես իմ ռեսուրսից այս բաժինն ա, որ ես փողոց եմ դուրս բերելու։ Այս ռեսուրսը ես փողոց եմ դուրս բերելու։ Ուրա քո ռեսուրսը։ Դու ինքն ես ասում ես ռեսուրս չունեմ։ Եկանք մարդիկ ազգային ժողովում գործընթաց սկսեցին, դու ռեսուրս չկարողացար, փողոց չկարողացար գեներացնել։ Հետո ի՞նչ ա լինելու։ Էլի ազգային ժողովում ծախողելու ա, սա պարտակպատվությունը կսեք իրենց վրա։ Ասեք թե չսկսեիք, գայիք դուք գեներացնեիք։ Հետո դուք գնալու եք մեկը ելակա ցանելու, մեկը ծառա տնկելու, մեկը գարեջրատնում նստելու, այսինքն Մեդար Ղազարյանի մեղմ երաժշտական մեղեդիների տակ հաջորդ իշխանապողության թեմաները քննարկեք եւ մտածեք ինչպես եք Նիկոլին հեռացնելու։ Հետո սաղն առօրյա մտնեք, եթե ասեք Նորբերտ Քոչարյանն էր մեղավոր, Հայաստան Դաշինքն էր մեղավոր, մյուսներն էին մեղավոր, որ այս գործընթացը ձախողեցրեց։ Եթե կարող եք, հենց հիմա գնացեք փողոց գեներացեք, փողոցը գեներացեք, տեսեմ ով ինվեստմենտ չի ստեղծի։ 100,000, 200,000 մարդ հավաքեք, վարեք լսեք ազգային ժողովի դիմաց, տեսեմ որ падգամավորը կդիմադրի եւ ազգային ժողովի նախաձեռնություն չի սկսի իմպիչմենտի համար։ Ասպեկտ դուք կսկսեք, մենք հետո կգանք։ Չէ դուք կսկսեք, մենք հետո կգանք։ Ինչու այդպես։ Իսկ ես հաստատ գիտեմ, լավ, հաստատ գիտեմ։ Իմ ստուգված աղբյուրներից գիտեմ։ Որ խնդիրը է, որ դուք միայն ձեր ցանկությունն է, որ Ռոբերտ Քոչարյանից նախ ստորագրություն ստանաք, որ ինքը որևէ հայտ չի ներկայացնում, որպես իշխանության վերադառնալ համար։ Ձեզ համար օդի ու ջուրի համար կարևոր է դա։ Հենց այդ պատճառով էլ հենց որ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների մասին հնարավոր մասնակցության մասին խոսեց, սաղ միանգամից հիշեցիք փողոց գերարացնելու իմպիչմենտի սրանց մասին։ Հիմա ձեր խնդիրն է, որ տանեք այդ ստորագրությունը ստանաք։ Ես հաստատ եմ ձեզ ասում, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, հարգելիներս։ Թող Օրինակ, ինչու եք Հայաստան Դաշինքից կախվում։ Խոսում եք Հայաստան Դաշինք Ռոբերտ Քոչարյան։ Կա մի շուտ ուրիշ խմբակցություն, չէ՞ պատիվ ունեմ։ Ես մի քանի օր առաջ այդ գրառումն էլ կատարել էի, նույն գրառումս պիտի կրկնեմ ձեզ համար։ Առաջարկը։ Պատիվ ունեմ Դաշինքը թող վերցնի մի հատ թղթի կտոր։ Չի լուծում այդ ձևաչափերով առաջորդեք 10 հատ անուն գրենք, քվարկություն անենք, մեկի անունը հանենք։ Թող այդ թղթի վրա գրեն իրենց վարչապետի տեխնացուի անունը, տակը իրենք
Հիմա Իշխան Զաքարյանին դնեն դուրս, մյուս 6-ը ստորագրեն, բարձրաձայն հասարակության կան ելույթ ունենալ հասարակության դիմաց, Մատմունի ասույց հրավիրեն, ասեն ժողովուրդ, մենք այսինչ խմբակցությունը, այս մեր թե վարչապետության տեխնացունը, սա էլ մեր 6-ած ստորագրությունը նատակը դրել ենք, մենք գնում ենք իմպիչմենտի նախաձեռնություն սկսելու, պատասխանատվությունն էլ կրում ենք այս գործընթացի։ Այդ թուղթը դրեք Հայաստան դաշինքի սեղանի վրա։ Տեսեմ Հայաստան դաշինքից ով չի ստորագրի այդ թղթի տակ։ Պայմանն է, որ դուք քաղաքական պատասխանատվություն ընդունեք։ Այսինքն հրապարակավաստիկ, որ այս գործընթացը դուք եք սկսում։ Դուք եք սկսում, ձեր վարչապետության տեխնացությունը թող վերևում լինի անունը։ Ձեր ստորագրությունը առաջինը տակը բայց պետք է լինի։ Եվ հայտարարությունը պետք է լինի հրապարակային։ Դրեք Հայաստան դաշինքի սեղանին, տեսնեմ Հայաստան դաշինքից ով չի ստորագրի։ Հետո ես ինքս այդ տարբերակով որ ասում եք առաջնորդեմ, ասեմ եկեք այդ մարդկանց բացահայտեք, ասեք մենք impeachment ենք ուզում ներկայացնենք, չեն անելու։ Բայց ես հաստատ գիտեմ չեք անի։ Որտեղ քաղաքական պատասխանատվություն ընդունելու խնդիր ունեք։ Ձեր ամբողջ խնդիրն է, որ ուրիշները անեն, բայց ձեր տարբերակով անեն, ձեր տեխնացուով անեն, ձեզ համար անեն, որպեսզի հնարավորության դեպքում եթե հանկարծ միտեղ ձախողեցիք, դուք վերջում փախնելու հնարավորություն ունենաք, քաղաքական պատասխանատվություն կրելու խնդիր չունենաք, սա ընկնի ուրիշի վզին, ինչ որ ընտրությունների դեպքում եղավ։ Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին որևէ մեկի գրավոր թուղթ չի տվել ընտրություններում հաղթելու համար։ Ոչ մի քաղաքական լուրջ գործիչ գրավոր նման թուղթ չի տայր ընտրողներին, որ ես 100%-ով հաղթելու եմ։ Բացառված է։ Մարդիկ միայն հաղթելու ցանկություն են հայտնում, կամք են հայտնում, աշխատանք են տանում։ Եվ մարդ ասեց, եկեք համախմբեք ինչ շուրջ, հնարավորություն կա Նիկոլին այս միջոցով հեռացնելու։ Համախմբեցիք։ Փոխարեն համախմբեիք, գնացիք, իչիք 24-23 թվականի հետ այլ ուժերով մասնակցեցին, ընտրությունների մասնակցեցին, ձայներ փոշիացրեցին։ Վերջում հայտնվեց ով էր ճիշտ ասում, ով էր սխալ ասում, ով այդտեղին ուներ ամենամեծ ընտրվելու շանս։ Համախմբեիք, Ռոբերտ Քոչարյանն հաստատ կրած կլիներ այսօր։ Չհամախմբեցիք, պատճառ դարձավ, որ չկրի, հիմա սա գնում եք իրեն եք մեղադրում չկրելու համար։ Ասում եմ, շեշտում եմ բերքին, քաղաքական պատասխանատվություն, այդ փողոց գեներացնելու հարցում են նույնն է։ Եկեք քաղաքական պատասխանատվություն տեսեք ձեր վրա։ Փողոցը գեներացրեք, բերեք մի 100,000, 200,000 մարդ անեք փողոց, տեսեմ ով այդ impeachment-ին դեմ կգնա, կամ չի գնա այդ գործընթացի միջև ավարտը։ Բայց հաստատ եմ ասում, ոչ դուք նման ռեսուրս ունեք այդքան ժողովուրդ դուրս բերելու փողոց, ոչ էլ վերջում ցախողելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ընդունելու քաջություն ունեք։ Ինչ որ արեցիք 2021 թվականի ընտրություններից հետո։ Սա գտարեցիք դեպի պարտություն, ձեր լրատվամիջոցներով ժողովրդին հիասթափեցիք ընտրությունների գործընթացին, պատճառ դարձավ որ մի խոշոր տոկոս մարդիկ չմասնակցեն ընտրությունների, շարունակաբար մարդկանց ականջի մեջ կարդացիք ընտրություն անիմաստա, Նիկոլի հետ ընտրությունների չպետք է գնալ, ընտրությունների հետ Նիկոլի հետ դավաճանությունա, մահա, իսկ ինքնասպանությունա։ Ժողովրդին հիասթափեցրեցիք ընտրությունների մասնակցելուց։ Արդյունքում շուրջ մի քանի 100,000 մարդ չգնաց, չմասնակցեց ընտրությունների։ Արդյունքը եղավ սա։ Նիկոլ 600,000 ձայնով ընտրվեց։ Իբրեւ Նիկոլը մեծ ձայնել չի շահել, այդ 600,000, 500,000 ձայնը ցանկացած իշխանության ժամանակ օրվա իշխանությունը ունի։ Դրա մասին մի մտածեք։ Այդ 500-ից 600,000 ձայն ցանկացած ընտրության ժամանակ ցանկացած իշխանություն Հայաստանում կբերի։ Դուք պիտի փորձեք այն փոտունը մնացած խավի բերեք փողոց։ 2021 թվականին արեցիք, այնպես ձեր լրատվամիջոցների միջոցով որ ձեր վերահսկողության տակ է։ Որ ժողովուրդը հիասթափի չմասնակցի ընտրություններին։ Հիմա նույնն է կանում այս գործընթացների արդյունքում։ Սկսում ենք շարունակաբար ժողովրդին հիասթափեցնել ընտրական գործընթացի կապակցությամբ։ Ու ամենահետաքրքիրը գիտեք որն է։ Որ իշխանապողության տարբերակներ են ներկայացնում, Էդգար Ղազարյանն է ներկայացրել, Նարեկ Մանյանն է ներկայացրել։ Այդ թիմը հիմա անունները չտամ շատ էլ այդպես անձնականին չվերացվի։ Թիմը ներկայացնում է իշխանապողության տարբերակներ մի 3-4 հատ։ Ընտրությունը չկա ընդհանրապես այդ տարբերակների մեջ։ Նիկոլի մահը բերում են, ես ինչ գիտեմ, դատախազի ձերբակալությունը բերում են, Նիկոլի հրաժարականը բերում են, impeachment-ը բերում են, նույնիսկ վերջում տեղում այդ ընտրությունների տարբերակը չեն նշանակում։ Հենց ընտրության անունը գալիս այնպես որ սատանան, այդպես ասած խաչից է, դևը խաչից է վախենում, այս մարդիկ են ընտրություն բարից են վախենում։ Այդպես անունը չեն տալիս։ Բայց շատ հետաքրքիր է, որ երբ Գյումրիում ընտրությունների հարց է գալիս, Այդ նույն թիմին հետ փոխկապակցված մարդիկ գնում են ընտրությունների մասնակցում Գյումրիում։ Լավ են անում մասնակցում են։ Ես չեմ քննադատում, բացասաբար բանել չեմ անում։ Պիտի մասնակցեին, լավ են արել մասնակցել են։ Բայց ինչ տարբերություն իմ հարցն է Գյումրու ընտրությունների միջև եւ համապետական ազգային ժողովի ընտրությունների միջև։ Երկուսի մյուս կողմում էլ Նիկոլն է, չէ։
Նիկոլի ապարատն կանգնած չէ, իրավապահ ուժերն են կանգնած չէ, դատախազությունն կանգնած չէ, այդ պետական ռեսուրսներն են կանգնած չէ, Նիկոլի անսահման հնարավորություններն են կանգնած չէ։ Բայց տարբերություն, եթե այնտեղ գնում եք ընտրությունների մասնակցում եք եւ փորձում եք շահել, իսկ հենց խոսքը այս ազգային ժողովի ընտրությունների մասին, սա փակնում եք, ասում չէ, ընտրություն չէ, Նիկոլի այդ ընտրությունը քխավատ է։ Եթե վատը այնտեղ չմասնակցեի, ասենք մենք չենք մասնակցում, մենք դրապես Նիկոլի ոչ մի ընտրության չենք գնում։ Խնդիրն է, որ որտեղ դուք մի շանս ձեզ համար տեսնում եք հաջողության, ընտրությունը դառնում է լավը, ընտրությունը դառնում է առաջնահերթ, գնում եք, մասնակցում եք, ոցաշուն ելույթներ ունենում եք օգուտ ընտրությունների։ Բայց միտեղ որ տեսնում եք շանս չունեք ընդհանրապես, եթե խոսքը գնում արդեն մեծ մասշտաբների մասին, ձեր ռեյտինգի պատճառով հնարավորությունների մասին, գիտեք որ ընդհանրապես չեք հաջողելու այդ գործընթացում, սկսում եք այդ գործընթացի դեմ գնալ։ Ու փորձում եք մի հատ այսպես զարտողի գտնել, մինչև ընտրությունները մի տեսակ խնդիրը այլ կերպ ձևակերպել։ Որտեղ գիտեք ընտրություններում չի լինելու որից է բան, փորձում եք հիմա impeachment-ով միջոցով ազգային ժողովի դիմությանը կանգնացել փաթաթարված փաստի դիմաց, զորով ձեր տարբերակով տանեք։ Նոր ջան ես ասում եմ, ես որոշ լուրեր լսել եմ, ուսում եմ չգիտեմ ինչքան ճիշտ է։ Առաջիկա ամիսներին Նիկոլ արտահայտ ընտրություններ անելու։ Ամռանը մեծ հավանականությամբ գնալու արտահայտ ընտրությունների։ Չգիտեմ հաստատ լինելու է, թե չէ կարող է շատ իրավիճակ փոխվի։ Բայց այս մարդիկ լավ գիտեն, որ մի քանի ամիս հետո ընտրություն է լինելու։ Իսկ հիմա ոտոձերի են ունեն մինչև ընտրությունները impeachment-ի գործընթացը գցեն առաջ, գուցե այդտեղից կարողանան մի 50%-ով մի շանս ունենալ մի բան անելու։ Որտեղ ընտրություններում հաստատ իրենք չեն շահելու։ Վերջին այդ ռեյտինգը որ կար ընտրությունների այդպես սոցհարցում որ եղավ Գելապի կողմից, դեռ այս սոցհարցման արդյունքների շատ էլ չեն վստահում, բայց ամեն դեպքում ինչ-որ բան այդտեղ ներկայացնում է։ Տեսնում եք շարունակաբար Ռոբերտ Քոչարյանը մնում է երկրորդ տեղում, ցած չի գալի այդ վերևից։ Բայց մարդկանց հաստատ է պատճառում այդ բանը։ Հատկապես որ Ռոբերտ Քոչարյանը փոխարեն օտար մարդկանց դեմքի տակ թաքնվելը, ուրիշների թիկունքում թաքնվելը, իր խոսքը ֆեյքերի միջոցով, լույս լրատվականների միջոցով ասելու Մարդը համարձակությունի գայսականում տեսախցիկների առաջ մի 20-30 հատ լրագրողի են այդտեղ հրավիրում, հարցումներին պատասխանում է, իր միտքը հստակ ձևակերպում է, ասում է ինչ է մտածում։ Թե դուք սխալ եք հասկանում, կոնտեքստը դուրս եք երբեմն բերում։ Մարդը հստակ ասել է, որ բոլոր գործընթացներին իրենք իրենց ամբողջ ռեսուրսով կմասնակցեն։ Լինի պետք է նաև արտահայտ կամ հերթական ընտրություններ։ Դա որպես տարբերակներից մեկն է եղել, ոչ միակ տարբերակը։ Դե դուք էլ համարձակություն ունեցեք, ձեր դեմքով ներկայացեք, նույնը ասեք։ Համարձակությունը չունեք, այս նրա դեմքի տակ փչում եք մեկին, մեծացնում եք, ու ես միջոցով փորձում եք լսարան ապահովել, հետո ձեր լսարանին ապակողնորոշել տանել ձեր ուզած ուղղությամբ։ Կներեք ժողովուրդ, մի քիչ երկարատև, բայց կարծեմ մի քիչ էլ համբերեք, ես շուտով կավարտեմ լայվը, քանի որ մտածում եմ ամեն ինչ որ պետք է ասեի, կարողանամ հենց այս լայվի ընթացքում ասել։ Մի քանի ստեր կան, ես խոսացի նաև այդ ստերի մասին, ընտրությունների թեմայի մասին մի բան ասեմ, հետո գնամ այդ ստերի բաժին ասեմ։ Ընտրությունը impeachment-ից ինչով է տարբերվում։ Մի շատ կարևոր գործոն կա այստեղ, որ այս մարդիկ էլի ձեզի ապակողնորոշում են այդ մասին չեն ասում, երբ ընտրություններից վախեցնում են, փոխարեն impeachment-ի գործընթաց են առաջ քաշում։ Impeachment-ը միայն քեզանից կախում ունի։ Այսինքն մի հատ գործընթաց է Սահմանադրությամբ ազգային ժողովի կանոնակարգով իրավունքա, որ տրված է անդիմությանը։ Անդիմությանը այդ գործիքակազմից կօգտվի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ 100%-ով հաջողության շանս ունի, դրա նախադրյալները պատրաստ կլինեն։ Իրենից է կախված դրա սկսելը։ Իրենից է կախված դրա սկսելը։ Երբ ցանկացավ կսկսի, տեսավ պատրաստ չի իրավիճակը հարմար չի սկսի, ինչպես որ հիմա չի սկսում։ Ի տարբերություն ընտրությունների, որ այդ գործընթացը որևիցե մեկից կախում չունի բացառությամբ Նիկոլ Փաշինյանից։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, impeachment-ը դու ես որ սկսում ես, կուզես կսկսես, կուզես չես սկսի, երբ որ պատրաստ եղար կսկսես, երբ որ հաջողության շանս ունեցար կսկսես, բայց ընտրությունը քեզանից կախված չի։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը կարող է մեզ տալի դեպի ընտրություններ։ Մեզանից կախված չի։ Նորմալ մարդ ինչ կմտածի, ասի, օքեյ, եթե մի բան ինձանից է կախված, ինձանից է կախված, եթե մի հատ գործընթաց ինձանից կախված չի, ես ամեն պահ պետք է դրա համար պատրաստ լինեմ։ Այսօր էլ պիտի պատրաստ լինեմ ընտրությունների համար։ Այսօր էլ impeachment-ի գործընթացի կողքին, Նիկոլին հեռացնելու մյուս տարբերակների կողքին պիտի պատրաստ լինեմ նաև ընտրությունների տարբերակի համար։
Որտեղ ասում եմ, եթե impeachment ինձանից է կախված, ընտրությունները ինձանից կախված չի, ընտրության ինձ կարող են իմ կյանքից անկախ տանել մտցնել դրա մեջ։ Այդ դեպքում ես կամ պիտի չմասնակցեմ, դրա արդյունքում լիքը կրպանային ընդդիմություն կմտնի խորհրդարան, կլինի Նիկոլի ուզածը, կամ պիտի փորձեմ մասնակցել եւ ամենայն ուժով մասնակցեմ։ Եվ պիտի մասնակցեմ այսօրվանից պիտի պատրաստվեմ դրա համար։ Հենց այնպես որ Նիկոլն այսօրվանից պատրաստվում դրա համար։ Երբ ես խոսում եմ ընտրությունների մասին, այնպես չի որ ընտրությունների համար իմ հոգիս գնում է կամ այդպես ասած հիաստապ հոսա, այդպես ասած լիվորել 100% հուսադրված եմ լավն է։ Բայց իմ կարծիքով impeachment-ի համեմատությամբ շատ ավելի հուսալի գործընթաց է, քան impeachment-ը, որ 100%-ով ձախողած է։ Այնտեղ գոնե հաջողության շանս կա։ Ինչու հաջողության շանս կա, որտեղ դու այնտեղ գործ ունես 18 հատ պատգամավորի հետ, որոնց պիտի բերես դեպի քեզ։ Ես ասեցի Նիկոլը մեկին հետ վերադարձրեց, գործընթացը ծախողաց է։ Նիկոլը նույնիսկ մեկ պատգամավորի պիտի կարիք ունի համոզելու, որպես impeachment-ի գործընթացը վերջին պահին ծախողի։ Եվ դուք 6 ամիս ոչինչ չանեք։ Բայց ընտրությունների ժամանակ դուք այդ տանց հետ գործ չունեք, դուք ժողովրդի հետ գործ ունեք, ուղղակի ձեզանից է կախված, լավ աշխատանքից է կախված, ձեր հնարավորությունից է կախված։ Ասպեն Նիկոլը պետական ռեսուրս կօգտագործի, հաստատ կօգտագործի։ Բայց տեսնում ենք, ընտրություններից ընտրություն իր մեթոդները տարբերում են։ Եթե խոսքը փոքր համայնքների մասին է, հետ ընտրական գործընթացներով է փորձում իրավիճակը փոխել։ Թույլ է տալիս ընտրվեն, հետո տանմա մտցնում է բանտը։ Մամիկոն Ասանյանի բանի օրինակներում մյուսներին է։ Բայց եթե խոսքը գալիս է հասնում է Երևանի դեպքում, տեսնում ենք չի կարողանում ոչինչ անել։ Լուր նստում է, տեսնում է թույլ է տալիս, որ նույնիսկ իրենք չկարողանան միանձնյա իշխանություն ձևավորեն, հետո գնում են կարճում են դոգից ու մոգից կարողանան նրա միջոցով ձայներ ապահովել։ Խոսքը եթե Գյումրու մասն է, որ ոչ փոքր քաղաքավոր, այդպես համեմատաբար Երևանի համաչափ ավելի փոքր է, եւ ոչ էլ այն փոքր քաղաքների նման է, գործընթացը մի քիչ տարբերում է արդեն։ Նախընտրական, հետընտրական գործընթացները միասին են անում։ Բայց եթե խոսքը գնում է համապետական ընտրությունների մասին, Նիկոլի ձեռքերը փակվում են, որտեղ գործ ունի ոչ թե ասենք մի քանի ավագանու անդամի հետ կամ որ քաղաքապետի մեկ տեխնացուի հետ, այլ գործ ունի մի ցուցակների հետ, մի տասնյակ խմբերի ցուցակների հետ։ Սաղին չի կարող կետին փռել, սաղի վրա չի կարող քրական գործ հարուցել։ Հատկապես եթե մենք գրագետ աշխատենք, փորձենք մեր ցուցակների ընտրության ժամանակ զգուշ լինենք ամեն մարդ թույլ չտանք ամտնի ցուցակների մեջ, որ հետո Նիկոլը կարողանա նրանց վրա կոմպրոմատ հավաքի։ Զգուշ լինենք, հասկանանք, որ Նիկոլը մեր խոսակցությունները ձայնագրում է այնպիսի հայտարարություններ չանենք, որ հնարավոր լինի դրանից կոնտեքստից դուրս ինչ-որ բաներ վերցնել, դատական գործեր հարուցել։ Ես ոչ եմ ուզում մտնել այս ընտրական գործընթացի մեջ։ Միայն ուզում եի հայմատությունը ձեզ համար ասել, որ ընտրական գործընթացը հաջողության շատ ավելի մեծ շանս ունի, քան impeachment-ը, որ 100%-ով ձախողած է, եւ Նիկոլին օրենքով այն ծառայեցիր լայն հնարավորություն է տրված դա ձախողեցնելու համար։ Եվ վերջին բաժին ստերի մասին, որոնք ձեզ ներկայացնում էր։ Գրել է ով էր հրաժարական տվանշնողների կանչում համոզում, քանի որ ասում են դա Ռոբերտ Քոչարյանն մեզ տարի դեպի ընտրական գործընթաց դրա մասին բացատրեցի, թե ով է եղել հիմնականում։ Ռազմական դրության մասին բացատրեցի։ Այդ որ ձեզ ասում եմ միակ տարբերակը impeachment-ն է, տեսակ որ միակ տարբերակը impeachment չի, ընտրությունը ամենագործոն տարբերակներից մեկը կարող է լինել իր ամբողջ վտանգներով հանդերձ։ Ասում են ընդդիմությունը դեմ է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը եւ Նիկոլին դրա պատճառով պահում է իշխանության։ Վերջի լայվի ընթացքում շատ լուրջ մեղադրանքներ է հասցրել Էդգար Ղազարյանը ընդդիմությանը։ Ասում են եթե դուք impeachment-ի գործընթաց ամեն գլով չեք ձեռնարկում, ուրեմն դուք կողմ եք Նիկոլ Փաշինյանին։ Ով է կողմ Նիկոլ Փաշինյանին։ Այն մարդ, որ ամեն գնով կգնա գործընթաց կձեռնարկի կսկսի, որը իմանում է վերջում ձախողելու է եւ Նիկոլին ապահովելու է կրկնակի լեգիտիմությամբ։ Այդ դեպքում այն կողմ լինելու Նիկոլ Փաշինյանը, թե հիմա որ չեն ձեռնարկում մի գործընթաց, որը ամեն դեպքում գիտեն հաջողության չի հասնելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, վաղը եթե ընդդիմությունը գործընթաց ձեռնարկեց, նախաձեռնություն ստեղծեց, գնաց հասավ միտեղ, որ չհաջողեց, հենց նույն մարդիկ, որ այսօր քննադատում են, ասում են ինչու նախաձեռնություն չէիք սկսել, վաղ ասելու են, դե նախա եթե չվստահ չէիք, որ հաջողելու է, ինչու մնացիք, ինչու չեկաք փողոց գեներացնելու, ինչու սկսեցիք, տեսակ ինչպես Նիկոլին երկրորդական լեգիտիմությամբ ապահովեցիք։ Նույն մարդիկ ասելու են, քանի որ ասում եմ պատասխանատվությունից խուսափում են։ Հիշեք, սրանք նույն մարդիկ են, որ երբ 2021 թվականին ազգային ժողովը ձևավորվեց օգոստոսին, առաջին նիստին հիշում եք ինչ տեղի ունեցան, ծես կրտու բախումներ եղան այդ նիստի ընթացքում։ Առաջին մարդիկ եթերից եթեր էին վազում, բա
Ես ինչ ազգային ժողով է։ Մենք դիտե ձեզ ձայն ենք դե որ գնաք այդտեղ իրար հետ ծեծվեք, ձեզ կրտուկ անեք, գնացեք գրագետ աշխատանք տարեք, Նիկոլին հարցեր տվեք ազգային ժողովում, ես ինչ գիտեմ օրենքներ բերեք, Նիկոլի ձեռքերը փակեք, մի թողեք ոչինչ անի։ Նույն մարդիկ էին ասում, աստատը գնացեք գտեք նայեք այս մարդկանց այդ օրերի լայվերը։ Հենց որ ազգային ժողովի մարդիկ սկսեցին նորմալ աշխատել ազգային ժողովում, իրենց լիազորությունների սահմաններում աշխատել, հարց ու պատասխան տալ, սկսեցին, բա մենք եթե ձեզ ուղարկել ենք հարց ու պատասխան տակ Նիկոլին, մենք ձեզ ուղարկել ենք Նիկոլի չեն գլուխը ջարդեք այդտեղ, ես չգիտեմ ինչ անենք։ Ոչ ինքն է, դուք ոչ պետ բանի համար չէ, դուք այդ մարդկանց ձայն եք տվել, որպեսզի սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ այդ սահմանադրությամբ որոշված լիազորությունների սահմաններում գնան իրենց պարտականություն իրականացնեն։ Եվ իրենց պարտականությունը հիմա լավ, վատ, ինչպես որ կա, իրականացնում են։ Այդ սահմանափակումների մեջ չի մտնել Նիկոլին ամեն գնով հեռացնելը։ Միայն իմպիչմենտի հնարավորությունն է տրված պատգամավորներին Նիկոլին հեռացնելու համար, դա էլ բացատրեցի արդեն մեկ ժամը բացատրում եմ, թե ինչու հնարավոր չի այդ միջոցից օգտվել։ Իսկ մեկ ուրիշ գլխավոր սուտ, որ ձեզ հրամցնում է Թրամփը Էդգար Ղազարյանը, ես ցավում եմ իսկապես անուն եմ տալիս, բայց ինքն է ասել, ես չգիտեմ, պարտավոր եմ պատասխանել։ Ասում է դե գիտեք 2021 թվականի ազգային ժողովը ձևավորելուց հետո ազգային ժողովից 9 դիմադիր պատգամավորներ հրաժարական են տվել։ Մենք ձեզ ձայն ենք տվել, որ գնաք Նիկոլին հրաժարակցեիք, թե ինքներդ հրաժարական տայիք։ Հետո ասում եմ մեկը իշտ պատիվ ունեմից է եղել 8-ն էլ Հայաստան դաշինքից է եղել։ Ժողովուրդ ջան, դուք Հայաստան դաշինքի ցուցակի միջի գտնվող այն մարդկանց ձայն չեք տվել։ Դուք ձայն եք տվել Հայաստան դաշինք ցուցակին։ Այդ ցուցակի մեջ եղել են 80 քանի պատգամավորներ, եթե չեմ սխալվում, գուցե 100 թիվի հստակ չեմ հիշում։ Վերևում էլ եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ձայն եք տվել Ռոբերտ Քոչարյանի, որ այդ վերևում դեռ կա։ Հակառակ նրան դուք փորձում եք ասել, որ չկա։ Հակառակ նրան դուք փորձում եք ապացուցել, որ այդպես չի։ Այդ մարդը այդ վերևում նստած է եւ այդ դաշինքը իր ղեկավարությամբ աշխատում։ Միշտ ժամանակ երբ դաշինքը կա, այդ ղեկավարությունը կա, ղեկավարն է Ռոբերտ Քոչարյանն է։ Չեք ցանկանում այդ իրողության հաշվել, դա ձեր հարցը կարող եք չհաշվել, բայց դա իրողություն է, անկախ ձեր կամքից։ Այդ ցուցակին է ժողովուրդը ձայն տվել։ Այդ ցուցակից Պետրոսը կգնա Պողոսը կփոխարինի, որտեղ Պողոսին էլ է ժողովուրդը ձայն տվել։ Այնպես չէ 9 պատգամավորները գնացել են դուրս, 8 պատգամավորները դուրս են եկել ցուցակից, մեկն էլ պատիվ ունեմից, նրանց փոխարեն եկել են մարդիկ, որոնց ժողովուրդը ձայն տված չէ։ Ոչ, ժողովուրդը ցուցակի բոլոր պատգամավորներին է ձայն տվել։ Այն օրը, որ հունիսի 19-ին ես էլ 18-ին էր 2021 թվականին, հունիս 18-ի վերջին հարավակը կարելի թվական չեմ 17 թե 18-ին էր Հանրապետության հրապարակում, որ Նարեկ Բալյանն էլ կար, մյուսներն էլ կային, ես էլ կա այդ հրապարակում։ Այդ բեմի վրա ամբողջն էին կանգնած։ Ժողովուրդը այդ ամբողջին է տեսել։ Ժողովուրդը մենակ ասենք Արմեն Չարչյանին չի տեսել, հետո ինչ որ պայմանների բերումով հրաժարական է տվել։ Կամ Մխիթար Զաքարյանին չի տեսել, որ ինչ որ պայմանների բերումով հարմար է տեսել, որ ինքը այդ թիմում չլինի ավելի լավ, ուրիշ մեկը գարյան փոխարինի ավելի արդյունավետ կարող աշխատի եւ դուրս է եկել։ Այդ բոլոր ցուցակին է ժողովուրդը ձայն տվել։ Այդ բոլոր ցուցակին է ժողովուրդը վստահել։ Ու այդ բոլոր ցուցակը հիմա էլ գոյություն ունի։ Մեկը գնում է, մյուսը գալի իրան փոխարինում։ Ժողովրդին միակա կողմնորոշեք ձեր սխալ թեզերով, սխալ խոսքերով, սխալ տպավորություններով փորձեք ժողովրդին օգնել։ Ժողովուրդը մեղ կա, հոգնել է Նիկոլի ստերից։ Դուք էլ մի եկեք այդ ստերի վրա մի 10 էլ դուք ավելացրեք։ Գործ արեք, եթե կարող եք փողոց կներացրեք։ Եթե ասում եմ Խաչություն ունեք քաղաքական պատասխանատվություն ընդունեք, փոխարեն Սահմանադրության 94-րդ հոդվածի ուժեղ խախտմամբ պատգամավորներին պարտադրեք իրենց խղճին, համոզմունքին եւ հավատքին հակառակ միշտ որ բան անեն, որին իրենք համոզված չեն, շանտաժի ենթարկելով, որը այսօր հրապարակում արդեն գրել եք, որ ուզում եք այդ մեթոդին դիմեք, գործ արեք, ինքներդ գնացեք քաղաքական պատասխանատվություն վերցեք ձեր վրա, փողոցը գեներացրեք, մի 100,000-200,000 մարդ բերեք լսեք փողոց։ Հետո այդ պատգամավորները իրենք կգան կմիանան ձեզ։ Ես հաստատ եմ ասում կգան կմիանան ձեզ։ Իրանց հետ կապելու կարիք է դուք չեք ունենալու։ Որտեւ եթե 200,000 մարդ եղավ փողոց, որից մարդ ազգային ժողովում այլևս չի նստելու, տես Նիկոլի ուրիշ բանի մասին մտածի, իշխանության պահելու մասին մտածի։ Այո, ժողովուրդը հոգնել են հարավակներից։ Ժողովուրդը հոգնել է անիմաստ խոսքերից, ճիշտ եք ասում պարոն Ղազարյան։ Ժողովուրդը հոգնել է ձեզ նաև լսելուց։ Ասում եք, որ հաջորդ հարավակը որ եղավ, ես էլ չեմ մասնակցելու։ Լավ կանեք, մի մասնակցեք։ Որտեղ որ հարավակին որ դուք եղել եք, կամ որ շարժմանը որ դուք այդ բեմի վրա եք կանգնած եղել, մի տեսակ կարծես ձախողել է, չի եղել։ Հենց այն սեպտեմբերի
12-13-ն 2022 թվականին, որ ասում եք ժողովուրդը եկավ հավաքվեց, ժողովուրդ չեկավ, ժողովրդին դոգը բերեց, այդ օրը եթե հիշեք մտույց թեման բացվեց։ Գնացեք դոգի այդ օրվա ելույթը նայեք, ականջների մեջ երկու անկարգ կա, մեկը սև, մեկը սպիտակ։ Որտեղից էր հանգստանում դոգը այդ ժողովրդին այդ վարքյանին բերել լսել ազգային ժողով, մի օր հավանաբար ինքը կպարտավորվի, կպատասխանի դատարանի դիմաց եւ կասի ինչ էր տեղին ունեցել, որտեղից է ֆինանսավորվել, այդ ամբողջ ժողովուրդը որտեղից է դուրս գալիս այդ օրը։ Բայց այդ օրն է ժողովուրդը ձեզ սուլոսներով իջեցրեց բեմի վրայից։ Լավ եմ հիշում, կամ կարող է ժողովուրդը գնալ նայի։ Սպասան շարժումն տեսանք այն պահից երբ դուք եւ ձեր նման ձեր ընկերները եկան կանգնեցին շարժման կողքին, շարժմանը սկսեց մի տեսակ անլուրջ դառնալ եւ հիմա ունենք այս վիճակը։ Փորձ է կատարվում այդ շարժումը կրկին ակտիվացնել։ Եթե դժգոհ եք, եթե անելիք ունեք, անկեղծորեն անցյալը տոնեն կողք։ Եկեք կանգնեք, անկեղծորեն կարգավորվի շարքային մարդ, կանգնեք, փողոց կներասեք, գործ արեք։ Բայց եթե կարծում եք, եթե անելիք չունեք այդ հանրահավաքների մեջ, ավելի լավ է, որտեղ չկաք, չմասնակցեք, որտեղ եթե դուք կարծում եք միտեղ անելիք չունեք, իսկ գնում եք այդտեղ կանգնում եք, խանգարում եք։ 2021 թվականի ընտրություններին նույնն է եղել։ Ասում է Ռոբերտ Քոչարյանը գնացել ինչ-որ մեկերի հետ խոսել է, նրանց համոզել է, եկեք ընտրությունների ես կմասնակցեմ եւ կհաղթեմ, կկրեմ։ Ես ես հաստատ եմ ասում։ Նախագահ Քոչարյանին շատ մոտիկ գտնվող աղբյուրներից եմ ստուգել։ Նման բան ընդհանրապես տեղի չի ունեցել։ Նախագահ Քոչարյանը շատ հստակ ասել է. եթե հավատացած եք, որ կարող եք հաղթեք, աշխատանք տանեք, եկեք ազնվորեն կանգնեք, աշխատեք, որպեսզի հաղթենք միասին։ Իսկ եթե հավատացած չեք, որ հաղթելու եք, ընդհանրապես կողք կանգնեք, մի մտեք այս գործընթացի մեջ։ Բայց մարդիկ հավատ չունենալով մտել են գործընթացի խանգարել են, որտեղ եթե դու մի գործընթացի չես հավատում, հավատ չունես դրա կապակցությամբ, քանիս ես մասնակցում ես, քո առավելագույնը չես անում այդ կապակցությամբ, 100%-ալոց մասնակցություն չես բերում, առավել եւս ակամայից քո քայլերով այնպես ես անում, որ այդ շահաջողվի, որտեղ եթե հաջողվի դու ես սխալ դուրս գալու։ Տրամաբանային պիտի անես մի բան, որ շահաջողվի, որպես այդ ասել, դե տեսեք, ես ճիշտ էի ասում, ես էլ չեղավ։ Հետևաբար, եթե հոգնել եք հանրահավաքներից ելույթներ ունենալուց, մի մասնակցեք, ընդհանրապես ելույթներ մի ունեցեք։ Համանավար դրանից շարժումը ավելի շատ կշահի եւ մենք կարողանանք վերջնական նպատակի հասնել։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, որ 1 ժամ 37 րոպե ինձ լսեցիք։ Ես այստեղ բավական հարցումներ եմ եղել, ուզենամ հիմա բոլորին պատասխանել, մի քիչ դժվար կլինի։ Պետք է բոլորը կարդամ, դուք կոմենտներ կա ճարելակ կերպով։ Ամեն դեպքում ես բոլորին կարդամ, եթե պետք եղա մեկ առանձին լայվով դրանց նաեւ կպատասխանեմ։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ միացաք ինձ, լսեցիք ինձ, շնորհակալ եմ ընթառաջման համար, բավական մեծ ընթառաջում ուներ այս լայվը։ Հույսով եմ մարդիկ, ովքեր իրենց լսարան ունեն, իրենց տեսակետներն են արտահայտում, գոնե այնքան անկեղծություն կունենան, այս լսարանի համար էլ, այս ելույթի համար էլ լսարան կապավեն, որպես ժողովուրդը մի այլընտրանք ձայն է ունենա, ինքը կարողանա դատի, փոխարեն դուք ժողովրդի մտքի մեջ մի բան մտցնեք, թույլ տվեք, որպեսզի ժողովուրդը ինքը լսի, առողջ դատի, հասկանա, ով է անկեղծ, ով է կեղծավոր պայքարում, ով է ճիշտ ասում, ով է ստում եւ ով է իրական պայքարողը այս պայքարի մեջ։ Ամեն դեպքում բոլորիս նպատակը մեկն է, Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, գուցե ճանապարհները տարբեր լինեն, բայց ամեն դեպքում պիտի ամեն գնով հասնենք այդ նպատակին եւ ես վստահ եմ, որ դա ուշ չի լինելու, եթե համախմբված լինենք եւ անկեղծ լինենք ամենակարևորը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, եթե կարողանաք օգնել այս տեսանյութի տարածմանը, շատ է շնորհակալ կլինեմ եւ իմ հաջորդ լայվը այստեղ էլ հայտարարեմ, որ լինելու է ռեսուրսի մասին, քանի որ շատ էլ հաճախ հարցնում են ռեսուրսը որտեղ է Ռոբերտ Քոչարյանի, այսօր շատ երկար կլիներ, այդ ռեսուրսի մասին էլ թվերով, տվյալներով ես շուտով լայվի ընթացքում կխոսեմ եւ կհայտարարեմ այդ մասին։ Լավ մնացեք, հաջող մինչև մի նոր հանդիպում։ Շնորհակալ եմ։